հարցազրույցի փուլը պետք է քննարկենք պարոն Մարտիրոսյանի հարցազրույցի մասը, հիմա ես հրապարակեմ կենսագրությունը պարոն Մարտիրոսյանի, եթե ավելացնելու բան կունենանք, ավելացնենք պարոն Մարտիրոսյան։ Պետրոս Վարդանի Մարտիրոսյանը ծնվել է 1986 թվականի օգոստոսի 20-ին Երևան քաղաքում, 2003 թվականին ավարտել է Երևանի Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը, 2007 թվականին ընդունել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, ստացել է բակալավրի աստիճան, 2012 թվականին նույն համալսարանում ստացել է մագիստրոսի աստիճան։ 10-11 թվականին ընկած ժամանակահատվածում սովորել է դատախազության դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունում, 09-02-2012 թվականից մինչև 03-04-14 թվականին ընկած ժամանակահատվածում աշխատել է Լոռու մարզի դատախազությունում որպես դատախազ, իսկ 14 թվականից ստացել է ավագ դատախազի կոչում, 01-09-15 թվականից մինչև 30-05-18 թվականին ընկած ժամանակահատվածում հանդիսացել է հայ-ռուսական սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի հայցորդ, 02-06-16 թվականից մինչև 18-04-17 թվականին ընկած ժամանակահատվածում աշխատել է գլխավոր դատախազությունում որպես հատկապես կարևոր գործերի քննության վարչության դատախազ, 18-04-17 թվականից մինչև 11-10-19 թվականը աշխատել է Երևան քաղաքի Ավան եւ Նոր վարչական շրջանի դատախազի տեղակալ, 01-09-18 թվականից մինչև 30-05-19 թվականին սովորել է Հաստնաբանական դպրոցում, 11-10-19 թվականից մինչև 27-01-21 թվականին աշխատել է որպես Սյունիքի մարզի դատախազ, 27-01-2021 թվականից մինչև 23-11-22 թվականին աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանի դատախազ, 23-11-22 թվականից մինչև 22-08-23 թվականին աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր եւ Քանաքերզեթուն վարչական շրջանի դատախազ, 22-08-23 թվականից առ այսօր աշխատում է որպես վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգող գրասենյակի ղեկավար, պարգևատրվել է Հոբելյանական 18 թվականի իրավակարգի ամրապնդման համար 19 թվականի եւ Հոբելյանական 23 թվականի մեդալով գլխավոր դատախազի հրամանով, համակրթության ամրապնդման համար մեդալ 2022 թվականի ոստիկանության պետի հրամանով զինապարտ է, ամուսնացած է, ունի 2 երեխա։ Պարոն Մարտիրոսյան, ավելացնելու բան ունեք։ Բարև ձեզ, ոչ, բան չկա ավելացնել։ Շնորհակալություն։ Սահմանված կարգի համաձայն անձին բնութագրող տվյալների հետ կապված հարցերը սկզբից կքննարկենք, հետո բարևարկության հետ կապված հարցերը, այնուհետև մասնագիտական հարցերը։ Ոնց որ մյուսներին է, սկսենք աջ կողմից, Պարոն Հովհաննիսյան, խնդրեմ։ Շատ առաջարկություն ունեմ, այս դեպքում հնարավոր է այս թևից սկսենք հարցերը։ Մի քիչ հերթը հասնում է ստացվում, որ բոլոր հարցերը տրվեց արդեն, առաջարկում մեկ-մեկ էլ այս կողմից սկսենք, եթե դեմ չեք։ Ես դեմ չեմ, ոնց ուզեք։ Խնդրեմ, պրատակովնի հարցերը, որ այստեղ հնչում է պարոն Հովհաննիսյանի կողմից, որտեղ եք եղել 44-օրյա պատերազմի ընթացքում եւ մասնակցել եք որևիցե կերպ այդ process-ներին։ Շնորհակալություն պարոն Ներսիսյան, ինչպես նշվեց 2020 թվականին 44-օրյա պատերազմի ժամանակ ես զբաղեցրել եմ Սյունիքի մարզի դատախազի պաշտոնը, տեղում եմ եղել, իսկ ինչ գործողությունների եմ մասնակցել, դրա մասին բարձրաձայնելու չէ, որտեղ գաղտնիք պարունակող տեղեկություններ կան, 44 օր եղել եմ այդտեղ, ընդհանուր 54 օր Երևան չեմ եկել այդ ընթացքում։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Ես մի ճշտող հարց, եթե թույլ կտաք այս մասով, որ ասցիք հրապարակելու ենթակա չի, դա մարտական գործողությունների մասնակցության կոնտեքստում, թե այլ։ Դա ևս հրապարակման ենթակա չի։ Շնորհակալ։ Մի հարց։ Չնայած մեր կարգով նախատեսված չի, բայց եթե դուք անհրաժեշտ եք գտնում, որ այդ տեղեկությունը հրապարակենք, մենք կարող ենք այդ մասով դրամփակ անենք։ Ես կարող եմ պատասխանել պարոն Հովհաննիսյանին, որ ես տեսել եմ ադրբեջանցի զինծառայողների
Ես էլ եմ տեսել, բայց ես ռազմարտական գործողությունների չեմ մասնակցել։ Դատախազությունը գիտեք, որ Խնդրեմ շարունակ։ գումարտակ է ունեցել, ջոկատ է ունեցել եւ այդտեղ եմ եղել եւ ընդհանուր առմամբ մարզի տարբեր հատվածներում, պարոն Հովհաննիսյան։ Ես ձեզ խոստանում եմ, նիստից հետո մենք իրար հետ սրուցենք ավելի մանրամասն կասեմ։ Իմ հաջորդ հարցը դերևս նախորդ մրցույթին, երբ որ մենք այստեղ ունեինք մեկ տեխնացու, դուք հայտ չեք ներկայացրել, խնդրում եմ բարձրաբանեք, ինչու չեք ներկայացրել եւ ինչու է ցանկությունը հիմա առաջացել հակակոռուպցիոն կոմիտե նախագահ դառնալու համար։ Շնորհակալություն հարցի համար, պարոն Ներսիսյան, նախորդ մրցույթի ժամանակ չեմ պատկերացրել, որ կհասցնեի թղթերը հավաքելը, ամել մի քիչ ծանոթ չէինք ինչ եղանակով էր լինելու։ Դրա համար, երբ որ տեսանք պարոն Երիցյանի մրցույթը կայացավ ու չհավաքեց միավորները, ինքս որոշեցի եւս փորձեմ ու ներկայանամ ձեր դատին։ Շնորհակալություն։ 2012 թվականից մինչև 23 թվականը աշխատել եք դատախազությունում, սովորական դատախազից մինչև մարզի դատախազի պաշտոնում։ 23 թվականին դուրս եք եկել, ինչ պատճառով եք դուրս եկել դատախազությունից, այս հարցը տվեք եւ շարունակությունը ես կասեմ։ Անձնական դիմումով է եղել, շնորհակալություն հարցի համար, որովե այնպիսի պատճառ չի եղել, որ անհամատեղելի գտնեի իմ աշխատանքը հետագա, որովհետև ես, ինչպես նշեցիք, մի տեղ եմ աշխատել, մինչև վարչապետի աշխատակազմը տեղափոխվել է դատախազությունում, կայացել եմ դատախազությունում ինձ օջախի պես է, որովհետև 24 տարեկանից այդ համակարգում աշխատել, կայացել, դրանից հետո որոշում եմ կայացրել, որ բնույթը մի քիչ փոխվեն եւ նաեւ գործադիրում հմտություններ ձեռք բերեն, մասնավորապես տեսչական համակարգում։ Տեսչական մարմինները, ինչպես գիտեք, հեծն են, իրենց գործառույթները շատ լայն են ու ինձ շատ հետաքրքիր է այդ ոլորտը եւս։ Հիմա հաշվի առնելով, որ տեսա հնարավորություն կա վերադառնալ ակունքներին իրավունքի առումով, որոշեցի փորձեմ։ Շնորհակալություն։ Ինչ առաջնահերթ խնդիրներ եք դուք լուծելու հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ դառնալուց հետո։ Ասեք այդ մասին։ Շնորհակալություն, ինչպես մյուս տեխնացուները, կարծում եմ հաջորդիվ եւս տեխնացուները, բոլորիս առաջնային խնդիրներից մեկն է արագ արդարադատությունը։ Ժամկետները սեղմ պահպանելը, օբյեկտիվությունը եւ անարգի չձգձգել են քրեական վարույթները, որոնցով կարելի է ընթացք լուծել։ Այսինքն լրիվությունը իր հերթին ապահովելու անհրաժեշտությունը օրենսդրական պահանջ է, բայց ես վստահ եմ, որ հատկապես վերջի շրջանում, երբ որ նաև հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր է, բազմաթիվ քրեական վարույթներ կլինեն, որոնցով ընթացք լուծելու անհրաժեշտություն կլինի։ Աշխատանքի ճիշտ բաժանման սկզբունքն է իմ համար առաջինը, ես որտեղ ղեկավարել եմ ստորաբաժանում, իմ համար կարևոր է եղել, որ համամասնությունը ճիշտ լինի աշխատանքի բաժանման։ Առաջնային խնդիրները դրանք կլինեն, նաև կարծում եմ պետք է բարձրաձայնել հաստիկների հետ կապված այն խնդիրը, որ դեռևս չեն համալրվում, գիտենք հաստիկներ թափուր կան թե քննիչներ, թե օպերբլոկում, միևնույն ժամանակ չկան էլ որ զարմանալու կլինի, կարծում եմ նաև դատախազությունում պետք է հաստիկներ ավելացնեն հակակոռուպցիոն կոմիտեի նկատմամբ վերահսկողության շրջանակներում, որտեղ ես երբ որ 16 թվական, 16-17 թվականներին հատկապես կարևոր գործերի դատախազ էի այդ վարչությունում, եթե չեմ սխալվում, մենք 14 հոգի էինք ու վերահսկողություն էինք իրականացնում, հսկողություն էինք իրականացնում, այն ժամանակվա հատուկ քննչական ծառայության ընդամենը 35 կամ 36 քննիչների կատարած աշխատանքի օրինականության նկատմամբ։ Հիմա այդ նույն վարչությունը վերահսկողություն է իրականացնում եւ հսկողություն է իրականացնում մի ամբողջ կոմիտեի նկատմամբ։ Եթե դատախազության ու քննչական մարմինները դնենք համամասնության մեջ, կստացվի մի իրավիճակ, որ ամբողջ քննչական կոմիտեն վերահսկողության տակ է ամբողջ դատախազության մնացած անձնակազմով, իսկ հաջորդ քննչական մարմինը, որը նաև ունի օպերատիվ բլոկ, ընդամենը, եթե չեմ սխալվում, 10 թե 11 հոգի են։ 13։ Այսինքն, եթե ես կարողանամ նաև այս առաջարկությամբ հանդես գամ մեր գործընկերներին աջակցելու, կարծում եմ պետք է նաև դատախազների հաստիկներն ավելացվեն, ավելին ասեմ,
Հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ բլոկն ու քննչական մարմինը պետք է շատ իրարից տարանջատված չլինեն։ Մի մեխանիզմով պետք է աշխատվի ոչ հեռավոր ապագայում, կարծում եմ հնարավոր կլինի նաև, այսպես ասած, դետեկտիվի ինստիտուտը ներդնել, ու որ օպերատիվ մարմնի ներկայացուցիչ եւ քննիչը ինքը մի մարմին հենց լինի, մի անձ լինի։ Այսինքն ինքը սկսի հաղորդում ընդունելու պահից ու վերջացնի մինչև գործը մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնելու միջնորդությամբ դատախազին հանձնելով։ Առաջնային սա միևնույն ժամանակ, քանի չես գնացել տեղում տեսել իրական խնդիրները, ասել, որ սա կփոխեմ, նա կթողնեմ, ինձ թվում է այդքան էլ կոմպետենտ չի լինի այս պայդրությամբ, շնորհակալ եմ հարցի համար, առաջնային փոփոխությունները կադրային եւ ներողություն օրենքով նշված է նաեւ, որ մարզային կառույցներ պետք է ունենա, մարզային ստորաբաժանումներ ունենա։ Ես կարծում եմ, որ առաջի փուլում պարտադիր չի քննչական մարմին նաեւ լինի, բայց առնվազն օպերատիվ մարմին գոնե պետք է ունենա հակակոռուպցիոն կոմիտեն մարզային կառույցներում։ Ինչի համար, որովհետեւ դիցուք Շամշադինում կամ Սիսիանում կամ որևէ այլ տեղ հեռավոր մարզերում ինչ-որ տվյալ ստանալու պարագայում կարծում եմ տեղի օպերատիվ բլոկը շատ ավելի արձարակ եւ հենց այդ բառից ուղիղ իմաստով օպերատիվ կարձագանքի։ Օպերատիվ մարմինը այնքան ուժեղ պետք է լինի, որ քննիչը ընդամենը փաստ արձանագրելու լիազորություն ունենա։ Իսկ այնքան հիմնավոր լինի օպերատիվ մարմնի տեղեկատվությունն ու ստացված նյութերը, որ քննիչը դրանք արձանագրի հանձնի դատախազին։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ եւ վերջին հարցից երկար տարիներ աշխատել եք դատախազության համակարգում, դիցուք կլինեն ձեր կողմից կայացված որոշումներ, նախկին քրեական օրենսգրքի տրամաբանությամբ ասած քրեական գործը կարճելու որոշումը վերացնելու մասին որոշումներ, մեղադրական եզրակացությունը չհաստատելու եւ լրացուցիչ քննության ուղարկելու, այ ուզում եմ իմանալ դուք ձեր մոտ վիճակագրություն վարել եք, այս պահին կարող եք մի քանի գործ թվարկել, որոնցով ձեր կայացած որոշումները վերջնական դատական ակտի են արժանացել, այսինքն դուք ճիշտ որոշում եք կատարել, ճիշտ հասկացաք չէ՞ հարցը։ Հասկացա, շնորհակալություն։ Վիճակագրություն, պարոն Ներսիսյան, չեմ պահել, որտեղ երբեք չեմ պատկերացրել, որ կարող է այդ հարցով առնչություն լինի, բայց կարող եմ մի հատ ցուցանիշի մասին ասել, երբ որ գլխավոր դատախազի հրամանով նշանակվեցի Երևան քաղաքի կենտրոն եւ Նոր Մարաշ վարչական շրջանների դատախազի պաշտոնում 2021 թվականի տարեկան հաշվետվությունը, երբ որ մենք ներկայացրեցինք, սա ստույգ թվեր են, որտեղ տպավորվել է բացարձակ ռեկորդագիր էինք մենք այդ ժամանակ։ Կենտրոն եւ Նոր Մարաշ վարչական շրջանների դատախազությունում 5455 գործի ընթացք էր լուծվել։ Այն պարագայում, երբ որ ամբողջ Հայաստանի Հանրապետության քննչական մարմինը ընթացքեր լուծեր 22500 գործի։ Կարող է 100-200-ով շփոթեմ, իմ որոշումների քանակը եղել է 5455։ 6 անց խրախուսվեց հաշվետվության օրը, հենց այդ ձեր ասած բեկումնային դատական ակտերի արդյունքում։ Ես ինքս էլ ունեմ իմ անձնական հսկողության ժամանակ կայացած որոշումներ, որոնցով որ գնացել եմ դատարան, հասել եմ, ընդհանուր նաև նախադեպ է տեղի կայացվել, ցուցանիշ թվերով չեմ կարող ասեմ, բայց շատ են եղել, շատ ավելի, քան հակառակը։ Շնորհակալություն։ Ես ճիշտ հասկացա, ձեր կայացած որոշման հիման վրա նախադեպ է տեղի ունեցել։ Այո, անձամբ իմ գրած բողոքի հիման վրա, երբ որ այն ժամանակ դեռ հսկող դատախազները կարողանում էին վերավճռաբեկ բողոք գրեին, հիմա դե կարգը փոխվել է, գիտենք, Հեղինե Գալստյանի նախադեպը իմ աշխատասենյակում է գրվել ու դա իմ համար սկզբունքային է, որ սուտմատության համար մարդը պետք է ենթակա լինի քրեական պատասխանատվության, անկախ նրանից, թե ինքը որ փուլում, որ մարմնին ինչ եղանակով է հայտնել այդ սուտմատնության մասին։ Կայացվեց արդարացման դատական ակտ առաջացանում, վերաքննիչ դատարանը թողեց նույնը եւ վճռաբեկ դատարանի նախադեպով այդ հարցը մեկընդմիշտ լուծվեց ու ես շատ հպարտ եմ դրա համար։ Շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ։ Պարոն Հուսյանը, խամացեք։ Պարոն Մարտիրոսյան, մենք իրար ճանաչում ենք ուսանողական տարիներից, բացի այդ եղել ենք նաև գոլեգաներ, բայց երբևէ որպես ղեկավար կամ նույնիսկ նույն վարչության աշխատակիցներ չենք աշխատել։ Ինձ մի քանի հարցեր են հետաքրքիր կապված ձեր աշխատանքի հետ։
Օրինակ նշեցիք աշխատանքի բաժանման մասին ձեր խոսքում, ինչը իմ համար շատ էական նշանակություն ունի, նախկին փորձը հաշվի առնելով, նաև հետագա տեսլականը հաշվի առնելով, երբ որ մի փոքր նորաթուխա քննիչը կամ դատախազը ինչ որ հարցերում կաղում է, ինչպես եք դուք լուծում այդ աշխատանքի բաժանման հարցը, ամբողջ բարդ գործերը կենտրոնացնում եք նրա մոտ, ով կարող էր, թե ուրիշ այլ մոտեցում ունեք, դա հետաքրքիր նաև ձեր հետագա, եթե հաջողեք պաշտոնավարման ընթացքում ոնց եք այդ հարցը կարգավորելու ձեր անձնակազմում։ Շնորհակալություն, պարոն Արսենյան։ Եթե քննիչին կամ դատախազին չծանրաբեռնես ծանր գործերով, ինքը երբեք չի կայանա, դա աքսիոմատիկ ճշմարտություն է, բայց պետք է դա փուլային տարբերակով իրականացվի։ Այսինքն, օրինակի համար նորաթուխ դատախազ է կամ քննիչ է, սկզբի շրջանում սովորաբար մակագրում էինք այսպես կոչված չբացված գործերը։ Ու ինձ շատ հետաքրքիր է լինում այդ նորաթուխ դատախազի պատկերացումները, թե ինչպես կարելի է այդ քրեական գործով բացահայտման գնալ։ Իր հանձնարարությունները վերցնում էի ավելի փորձառու դատախազների հանձնարարություններն էի տալիս։ Ես չգիտեմ արդյունավետ է եղել թե չէ, աշխատողներս ասում են արդյունավետ է, ես որտեղ աշխատել եմ, ունեցել եմ նաև on-line հարթակ, որտեղ օրինակի համար, երբ որ մակագրվել է դիցուկ Մարտիրոսյան Պետրոսին բնակարանային գողություն, ես պարտադրում եմ, ասում եմ բնակարանային գողությունը, որը ինչ դատավարական փաստաթուղթ ունեցել եք երբևէ, օպերատիվին տրված հանձնարարություն, քննիչին տրված հանձնարարություն, որը միջնորդության մերժում, բողոք, դատականակ, այդ հարթակում գցում էին ու սկսում էին օգտվել։ Հետո ես տեսնում եմ, որ նույն հարթակից վերցրած փաստաթղթի վրա արդեն նորաթուխ դատախազը ավելի հետաքրքիր բաներ էր լրացնում։ Ու այդ եղանակով իրանք կայանում էին։ Ամեն դեպքում հենց ի սկզբանե մի անգամից ծանրաբեռնել դատախազին ինքը անդառնալի հետևանքների կարող է բերել, թե իր դեգրադացման համար, թե առհասարակ քրեական գործով այնպիսի որոշման կայացմանը, թեև ես որտեղ աշխատել եմ, այդ որոշումները միշտ ինքս նաև ուսումնասիրել եմ։ Բաժանումը նաև իրականացել ենք տեղակալների մեջ։ Ես թեև վերադաստ դատախազ եմ դարձել 19 թվականի հոկտեմբերի 11-ին, բայց խորհրդին ասեմ, որ 17 թվականի ապրիլի 18-ին, երբ որ ես նշանակվել եմ Երևան քաղաքի Ավան եւ Նոր-Նոր վարչական շրջանների դատախազի տեղակալ, առաջին անգամ Գևորգյան Գևորգների դատախազը ինքը աշխատանքի բաժանումը հետևյալ կերպ էր իրականացրել։ Ինձ տվել էր 4 դատախազի, որոնց գործերով հարցումը ինձնից էր իրականացվել։ Այսինքն այդ մարդկանց թերացումներն էր ինձնից հարցում, իրանց ձեռքբերումներն էլ։ Այդ 4 դատախազին ես 17 թվականի ապրիլից սկսել եմ այսպես ասած վերադասություն անել ու կայացել ենք միասին։ Տեղակալների մեջ աշխատանքի բաժանումը շատ կարևոր է, որովհետև իրանց կոնկրետ դատախազների դեպքում դատախազներով, քննիչների դեպքում քննիչով տեսնում են ով ինչի է ունակ ու ինչի է ընդունակ։ Ու այդ ճյուղավորված առաջ տանելու արդյունքում դառնում են պրոֆեսիոնալ դատախազներ ու քննիչներ։ Հնարավորություն է պետք տալ, որ քննիչը ինքնուրույն որոշում կայացնի, բայց վստահ լինելով, որ այդ որոշումը որևէ մեկը կվերանայի։ Շնորհակալ եմ, պարոն Մարտիրոսյան, հենց ձեր պատասխանի վերջի հատվածի մյուս հարցն էր, այդ դատախազությունը, որտեղ դուք երկար տարիներ աշխատել եք, ինքնուրույն որոշում կայացնելու հետ կապված ինձ ձեր կարծիքն է հետաքրքիր։ Տեսեք, դատախազությունը բոլորս գիտենք, ունի հիերարխիկ կառուցվածք, որը ղեկավարում է գլխավոր դատախազը, դուք եղել եք մարզի դատախազ, հետո եղել եք Երևան քաղաքի ըստ իս ամենածանրաբեռնված համայնքի ղեկավարը, որպես մարզի դատախազ, որտեղ ձեզ վերադաս կար քաղաքի դատախազ, գլխավոր դատախազի տեղակալներ եւ այլն։ Այդ ձեր սահմանը, պարոն Մարտիրոսյան, ինքնուրույնության մասով եմ ասում, որը անաչառ դիտորդի մոտ չառաջացներ որևէ կասկած, որն է եղել ինքնուրույն որոշում կայացնելու եւ կոնկրետ գործերով վերադասներից էական չի ում եք զեկուցել, այ վերադասների հետ համաձայնեցնելու ինչ-որ լուծումներ գտնելու հետ կապված է, ինձ ձեր դիրքորոշումն է հետաքրքիր, ձեր աշխատանքի հետ կապված, ինչը նաև շատ էական է, թե դուք ինչպես եք արդեն հետագայում, եթե հաջողեք ձեր տեղակալների հետ աշխատելու, ինչ ինքնուրույնության աստիճան եք վերջիններից տալու։ Շնորհակալություն, ես վստահ եմ իմ նախկին ղեկավարները հիմա դիտում են խորհրդի նիստը ու ես վստահաբար կարող եմ ասել հետևյալը, ես 19 թվականի, երբ որ նշանակվել եմ Սյունիքի մարզի դատախազ, Սյունիքի մարզի դատախազության դատախազներին, որ հարցնեք, քանի անգամ եք գնացել մասնագիտացած վարչությունում գործ զեկուցելու, կասեն ոչ մի։ Եթե ինձ նշանակել են վերադաս դատախազ, ինձնից է հարցումը լինելու, ու այդ բոլոր որոշումները կայացվել են իրենց աշխատասենյակներում դատախազների,
ու իմ աշխատասենյակում վերահաստատվելու արդյունքում։ Նույնը եղել է կենտրոնի դատախազության ժամանակ։ Ես ընդհանուր վերադաս եմ ունեցել, որը կես կատակ, կես լուրջ ինձ ասել է, որ այս վարչությունները ինչի համար են ստեղծված, ինչի չեք քննարկում գործերը, ասել եմ իսեր Աստծո, ես եթե որոշ ես այդ 5455 գործից գիտեք քանիսով իմ հետ չի համաձայնվել վերադասությունը, 4 գործով, 4 գործով, 3 գործով դատարանը չի համաձայնվել մեր հետ, 4 գործով վերադասությունը։ Եվ այդ 5455 գործը մեր կոլեկտիվով, մեր կոլեկտիվ ու անհատական որոշումների արդյունքն է եղել, որի համար ես իրականում ապարտ եմ, որտեղ 6 աշխատող մի ամփոփման ընթացքում խրախուսվել ոչ եղել է, ոչ էլ ինչքան գիտեմ այս ընթացքում եղել է։ Ես այդ ժամանակվա համար եմ ասում։ Բալան, պարոն Մարտիրոսյան, մեկ հարց ևս, ձեր դատախազական աշխատանքում ես բնավ ձեր այժմյան աշխատանքի հետ կապված հարց չեմ տալիս, այլ ձեր դատախազական աշխատանքում կհիշեք մի հատ դեպք, որ ըստ ձեզ կարող է այդ դեպքը բարձրաձայնվել չի, բայց որ իրապես հասկացել եք, որ սխալվել եք կամ ձեր թերացումն ա եղել ու այդ ուղղությամբ ինչ միջոցներ եք ձեռնարկել։ Ինչ ես հարցս տալիս եմ, որովհետև մենք գնահատման մեջ նաև պետք է անձի սեփական սխալները ընդունել ու ունակությունը հասկանանք, ինձ հետաքրքիր է դուք որպես վերադաս դատախազ կամ թեկուզ որպես դատախազ նման դեպք ձեր հետ եղել է թե ոչ, եթե եղել է, խնդրեմ բարձրաձայնեք, եթե գաղտնի տվյալներ չպարունակում։ Եթե կոնկրետ դեպքով ասենք, որ այդ դեպք է եղել, որի համար ես փոշմանում եմ, զղջում եմ, որ այտենց չպետք է լիներ, բոլոր այն քրեական գործերը, որոնցով չենք կարողացել հասնենք արդարության, ես այդ բոլորի համար զղջում եմ։ Այն բոլոր քրեական գործերը, որոնցով չենք կարողացել ուժորների իրավունքները վերականգնենք, եկել մեզ ասել են լավ, դուք անզոր եք, չեք կարող այս գործը հիմնավորեք, բայց օբյեկտիվորեն չենք կարողացել հիմնավորենք։ Բոլոր այն քրեական գործերը, որոնցով մարդիկ կալանքի տակ են գտնվել եւ վերջում այդ մարդկանց վերաբերյալ կայացվել է քրեական գործի վարույթը արդարացնող հիմքով կարճելու որոշում, ինչպես նաեւ արդարացման դատական ակտ։ Ես իմ պրակտիկայում ունեցել եմ, որ շատ կարճ մի քանի նիստով մասնակցել եմ մի գործով մեղադրանքի պաշտպանությանը, այդ մասին վստահ եմ այսօր կխոսացի, որտեղ վերապարակում էլ տեղի ունեցավ, այդ գործով եւս որ գործը, որը չի հասել դատական հեռանկարին ըստ արժանվույն, դա մեր պետական ուժային կառույցի վաստողումն է, որի մեջ եւ օպերատիվ բլոկը, եւ քննչական բլոկը, եւ դատախազությունը, եւ ինչու՞ չէ նաեւ դատարանը իր վերահսկողության արդյունքում sense կարող եմ պատասխանել։ Իսկ այդ կոնկրետ գործի հետ կապված ես վստահ եմ, որ հարցերը ավելի առարկայական կլինեն, մանրամասները կներկայացնեմ, որ մեկը միշտ այդ հարցին ինձ թվում է փակվի։ Պարոն Մարտիրոսյան, հասկանալի է մամուլին հետևել ենք, ինձ թվում է կլինեն այդ հարցերը, ինձ մեկ նախավերջին հարց է, ձեր այս բլոկի հետ կապված, ինձ գիտեք ինչն է հետաքրքիր, դուք շատ իրավացիորեն բարձրացրեցիք դատախազության կոնկրետ ստորաբաժանման խնդիրները, որի ղեկավար մինչև վերջերս ես եմ հանդիսացել հենց կապված թվականակի հետ, այդ թվականակը շուրջ 30 անգամ աճել է, պլյուս օպերատիվ մարմին, այդքան նկատմամբ հսկողությունը իրականացնում են նույնքան դատախազները։ Այ ըստ ձեզ, նախորդ տեխնացուին էլ այդ հարցը տվեցի, դատախազության խոսքը քրեական վարույթի սկսված չլինելու պայմաններում, զուտ օպերատիվ փուլում։ Դատախազության հետ համագործակցությունը ո՞նց եք պատկերացնում։ Դուք տեսեք, սա զուտ աշխատանքային մթնոլորտի հետ կապված եմ հարցնում, պարոն Մարտիրոսյան, որովհետև տեսեք, օրենքով հստակ կարգավորումների որոշակի խնդրահարույց հարցեր կան եւ այլն, երբ որ կոնկրետ անձի վերաբերյալ տվյալներ ունենաք գործակալից, այդ մասին դատախազության ձեր գործընկերոջ հետ կամ այն վարչության պետի կամ համակարգող տեղակալի Ես ներողություն եմ խնդրում, պարոն Արսենյան, դատախազությունը ու քննչական մարմինը մի կենթանի օրգանիզմով պետք է աշխատեն 24 ժամ ամեն ինչ իրար հետ պետք է անեն, որովհետև վերահսկողություն նույնը նաև օպերատիվի հետ կապված է։ Այո, որովհետև օպերատիվ տվյալներ իրացնելու արդյունքում այդ հսկող դատախազը ինքը հասկանում է, որ քրեական վարույթի տեր է դառնալու շուտով։ Եթե ի սկզբանե դա խնդիր է եւ ի սկզբանե հիմքերը թույլ են լինելու, ինչի թողնվի քրեական վարույթ նախաձեռնվի, ինչի թողնվի, որ չհաստատված, չհիմնավորված կամ գոնե չուսումնասիրված տվյալները գան հասնեն փաստաթղթի դաշտ ու մարդկանց համար խնդիրներ ստեղծեն, որովհետեւ քրեական վարույթ չի լինի, որ մարդիկ չհարցաքննվեն։ Ես չեմ պատկերացնում քրեական վարույթ, որով մարդիկ չհարցաքննվեն կամ փորձաքննություններ չնշանակվեն, քննիչը չծանրաբեռնվի։ Պետք չի ծանրաբեռնել մի մարմնի, որը առանց այն էլ ծանրաբեռնված է։
Կալեմ եւ իմ վերջի հարցը, պարոն Մարտիրոսյան, դուք աշխատանքի տեղափոխվել եք իմ գնահատմամբ երկար տարիներ ձեզ հարազատ միջավայրից նոր միջավայր, որտեղ տեսչական մարմիններ են, ստուգումներ են, տարբեր բազմազան ոլորտներ են։ Քանի որ մենք պետք է գնահատենք նաեւ նոր միջավայրում ձեր ձեզ հարմարավետ զգալու փորձառության հարցը, ինչպես եղավ այդ աշխատանքը, հարմարվել եք այդ գրասենյակի աշխատանքին, արդյոք կամ պատճառներ, որի պատճառով ցանկանում եք այլ մարմին տեղափոխվեք, մի քիչ այլ նոր միջավայրում դրսևորվելու եւ անկաշկանդ գործելու հետ կապված, եթե ունեք որոշակի տվյալներ ներկայացնելու ձեր գրասենյակի աշխատանքի հետ կապված, կխնդրեմ ասեք։ Շնորհակալություն, պարոն Արսենյան։ Գրասենյակի աշխատանքները շատ արագ ես ունի մեջ մտա, դա գնահատվել է նաեւ ընթացիկ կայացված որոշումներով եւ օրենսդրական փոփոխություններով ամբողջությամբ 5-ի պատկերացնում տեսչական մարմինների աշխատանքը, նրանց գործունեությունը, նրանց կարիքները, տեսչական մարմինների աշխատանքը ինքը վերահսկողության գործառույթ է։ Այսինքն մենք դատախազությունում վերահսկում ենք հանցանքները, տեսչական մարմնում զանցանքները, որտեղ վարչական պատասխանատվության լծակներ նաև ունեն։ Ճիշտ համեմատություն չի լինի, որ ուղիղ համեմատական անցկացնեմ, բայց ինձ համար շատ կարևոր է, որ տեսչական համակարգում նաև ներդրվեր այդ անպատիժ չլինելու սկզբունքը, որ կապ չունի դու տնտեսվարող ես, որտեղ ես աշխատում, ինչ գործառույթ ես իրականացնում, որ հատվածում ես, եթե տեսչական մարմինը մտա վերահսկողության ու հայտնաբերեց խնդիրները, այդ խնդիրները պետքա վերացվեն, ու դրա համար պետքա պատասխան տան։ Շնորհակալություն։ Պարոն Յովհաննիսյան, ձեր հարցը։ Շնորհակալ եմ։ Շատ տեղին պահի խոսքը անցավից, որտեղ իմ հարցը այսօր պիտի տայի հենց տեսչական մարմինների գործունեության վերաբերյալ էր, օրինակ շուկայի վերահսկողության տեսչության։ Տեսեք, ձեզ վստահ եմ քաջ հայտնի է, որ 24 թվականի հունվարից շրջանառության մեջ դրվող ծխախոտները, ծխախոտային արտադրանքը պետք է ունենա շատ որոշակի մակնշում, հստակ սահմանված էսքիզներ կան դրա, որ պետք է վախենալու հիվանդությունները պատկերող մակնշում ունենա եւ այլն, բայց օրինակ իմ ձեռքում 2 օր առաջ Հայաստանի ամենամեծ սուպերմարկետների ցանցից գնված սիգարետներ են, ցենց քողարկել են, որ հանգարց սիգարետի կամ կոնկրետ բրենդերի գովազ չլինի, կարող եմ փոխանցել բոլոր չքողարկված նաեւ տեսնեք։ Ընդ որում սրանք սիգարետներ են, որոնք արտադրվել են 24 թվականի հունվարից հետո, որովհետև մոդելներ են, կոնկրետ մոդելներ են, որոնք ավելի թարմ մոդելներ են, քան 24 թվականի հունվարը։ Ինչ կբացատրեք ձեր ենթակայությամբ գործող տեսչական մարմինը ոնց է գործում, որ Հայաստանում արտադրողները որոշում են, որոնք կարող են արտադրել սիգարետներ, որոնք ուղղակի հակասում են առկա կարգավորումներին։ Եթե ուզում եք փոխանցեմ։ Սենքնանից, որ տեսչական մարմինները գրասենյակի ենթակա չեն, իսկ ինչ վերաբերում ձեր ասած խնդրին, խնդիրը նաև գրասենյակն է բարձրացրել, այն բոլոր արտադրողները, որոնք որ այս ընթացքում օրենք ուժի մեջ մտնելուց հետո, կարգավորումները ուժի մեջ մտնելուց հետո շարունակել են այդ գործունեությունը իրականացնել, եթե չեմ սխալվում 4000-ական դրամներով զանգվել են։ Հիմա քննարկվում է շատ ակտիվ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի գործառույթ տալ առանց ստուգումների ծրագրի, այսինքն գիտեք ստուգումների ծրագրի մեջ չբարձրաբանեմ ավելի մանրամասն, ժամկետ կամ հատկապես ծանուցում եւ այլն, առանց այդ գործառույթն իրականացնելու հնարավորություն ունենա վերահսկողություն իրականացնել հենց այս ձեր բարձրացած խնդիրը լուծելու համար։ Քննարկվում է նաեւ ուղղանկի չափը բարձրացնելու հարցը, որովհետեւ այդ մեծ տնտեսվարողի համար 400,000 դրամ ուղղանվելը կարծում եմ փոցակի խայթոց նման ավելի շատ։ Ես ճիշտ եմ հասկանում, որ խոսքը օրենքի նախագծի մասին է, որը շրջանառվել է մոտ 2 ամիս առաջ։ Ժամկետով չեմ կարող ասել, բայց այդ քննարկումներին մենք էլ ենք եւս մասնակցել ու մենք էլ մեր դիրքորոշումն ենք հայտնել։ Մենակ դա չէր, նաեւ տոպրակներին էր վերաբերվում գրասենյակը խնդրել է, որ հաշվի առնեն նաեւ առանց ստուգման ծրագրի վերահսկողությունը շուկայի վերահսկողության տեսչական մարմին իրականացնի։
Այն Մարտիրոսյան, եկեք իրար ճիշտ հա, դուք շատ լավ նշեցիք, որ տեսչական մարմինները ինչ-որ առումով իրավապահ մարմիններ են և իրավապահ մարմինները հիմա չքննարկելով կոնկրետ առանձին վերցրած տեսչական մարմինի ինչ-որ բաներ, որտեղ իրանք իրանց գործիքակազմը ունեն, բայց մենք ունենք այն արդյունքը, որոնք ունենք, արդյունքը այս սիգարետներն են, որոնք նորից եմ ասում, ոչ նույնիսկ պահեստի մնացորդ չէ, սրանք նոր մոդելներ են, որոնք 3 առաջ ձեռք են բերվել Հայաստանի ամենամեծ սուպերմարկետների ցանցից։ Սա ձեր ըստ էության մենեջմենթի ներքո գտնվող ոլորտի բաց թողումը չի։ Հայ։ Ոչ։ Բան չի արդյունքը։ Արդյունքը օրենսդրական կարգավորումների դաշտում լրամշակման անհրաժեշտությունն է, որը նորից եմ ասում, տեսչական մարմինների համակարգման գրասենյակը աշխատանքների եւս մելագրություն կա դրա վերաբերյալ, որ ինքը տեսել է այս խնդիրը ու այս խնդիրը բարձրացրել է։ Մեր հասանելիք անելիքը գրասենյակի օրենսդրական դաշտը կատարելագործել եւ ստուգաթերթերն իրականացնելն է ի թիվս այլ խնդիրների, որ մենք լուծում ենք ձեր ներկայացրած խնդրի վերաբերյալ եմ ասում այդ երկու գործառույթը։ Ես վստահ եմ իմ աշուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարը եւս դիտում է մեր խորհրդի նիստը ու անպատասխան ընթացք կտա ձեզնից կարծում եմ կխնդրեն նաեւ նշել որ հատվածնա կընդունենք դա որպես գանգատ եւ այդ դեպքում արդեն տեսչական մարմինը անկաշկանդ կկարողանա գնալ վերահսկողություն իրականացնել։ Այն Մարտիրոսյան, ես շատ լավ հասկանում եմ, որ խոսքը տեսչական մարմնի, առանձին վերցրած տեսչական մարմնի թերի աշխատելու արդյունք չի, այլ ավելի շատ օրենսդրական կարգավորման արդյունք է, եւ դրա համար հենց հարցը ձեզ եմ տալիս, եթե այստեղ կանգնած լիներ որովհետեւ տեսչական մարմնի ղեկավարը, պայմանական նույն շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարը, ես իհարկե իրան օրենսդրության հետ կապված հարց չէի տա, բայց երբ եք օրինակ դուք այս խնդիրը կա արդեն 16 ամիս։ Երբ եք դուք արձանագրել, որ այս խնդիրը կա, երբ եք առաջարկել օրենսդրական փոփոխություններ, ինչ քայլեր եք արել, որ սա արդյունքում, չոր արդյունքում այս իրավիճակը չլինի։ Շնորհակալություն նախ նշեմ, որ գրասենյակը քաղաքականությունն ու մեթոդաբանությունն է նաև մշակում ու հենց այդ խնդրի ժամանակ, այդ խնդրի մասին առաջին անգամ հենց իմանալուց միանգամից արձագանքել ենք։ Կարիք լինելու դեպքում ես վստահեցնում եմ ձեզ կարող եմ նաև ներկայացնել մեր գրագրությունը ու գրասենյակի նաև առաջարկները։ Պարոն Միոնյան։ Իսկ այդ որ ասում եք առաջին անգամ իմանալուց միանգամից արձագանքել եք, դա երբ է եղել։ Մոտավորապես ճշգրիտ ամսաթիվ չեմ հարցնում։ Մոտավորապես անցած տարի է եղել, միանշանակ անցած տարի, ես մի բան էլ ասեմ, իրավական առումով, հալո։ Անջատվեց։ Հա։ Իրավական առումով, պարոն Միոնյան, այնտեղ մի այլ հարց էլ կար։ Օրենքն ուժի մեջ մտնելու եւ գործողության մեջ դրվելու հետ կապված, եթե չեմ սխալվում, 2024 թվականի հունիսից սկսած պետք է այլևս իրանք չիրականացնեին այն, ինչը որ հիմա դուք ցույց եք տալիս։ Կարող է ամիսներով շփոթեն, բայց մի 6 ամիս տարբերություն կա այդտեղ։ Դա թերևս վերաբերվում էր ավելի շատ այն արտադրանքին, որ արտադրվել կամ ներմուծվել է, չէ՞։ Լավ, ինչևից է։ Չէ, դրա մասին չէ, այսինքն հենց գործողության մեջ դրվելու ժամանակը օրենքի ուժի մեջ մտել է հունվարին, բայց գործողության մեջ դրվել է, եթե չեմ սխալվում, 24 թվականի հունիսից։ Ինչևից է, բայց որ ասում եք անցած տարի եք իմացել եւ ինչ-որ գործողություններ ձեռնարկել, անցած տարվա սկզբում, վերջում մեծ տարբերություն կա։ Սկզբում հաստատ չէ։ Տեսեք, ես որպեսզի իմ հարցը ձեր համար ավելի հասկանալի լինի։ Ինչ որ փոփոխություն։ Հասկանալի է, պարոն Միոնյան, ավելի հասկանալու բան չկա։ Ես ժամանակը չեմ հիշում երբ ենք, որովհետև մենք օրվա կտրվածքով այնպիսի քանակությամբ առաջարկներ ենք ստանում ու տալիս, որ դա այդ վիճակագրությունը ես հիմա չեմ կարող ասել։ Եթե ժամանակ տրամադրեք, կարող եմ դուրս գալ, հետ գալ ու ձեզ ստույգ ամսաթվով ասեմ։ Շնորհակալություն։ Այն Մարտիրոսյան, մենք խնդրում ենք ձեզ գնահատելու որպես պոտենցիալ ուրեմն իրավապահ մարմնի ղեկավար եւ այս առումով օրինակ մեր համար կարծում եմ որ կարող է էական նշանակություն ունենալ օրինակ եթե դուք նախապես հասկանայիք որ այս կանխատեսեիք հա որ այս կարգավորումները մտնելու են իսկ մենք մեր գործիքակազմով մեր
շատ ծխախոտ արտադրողների համար ծիծաղելի փոքր տուգանքներով չենք կարողանալու այս հարցը լուծել, նախապես օրենսդրությունը փոխեինք։ Դա մի իրավիճակ կլիներ։ Ուրիշ իրավիճակ է, երբ որ արդեն շուխուրը բարձրանում է, տեսնում եք, որ կարգավորման հետ կապված լուրջ խնդիրներ ունեք, այս հողի վրա այս իրավիճակը ունեք եւ դրա համար եթե գոնե մոտավոր ասեք, թե տարվա որ մասում է եղել, դա մեր համար էական կարծում եմ կլինի։ Շնորհակալություն։ Տարվա որ մասել եմ ասում չեմ կարող հիշել, պարոն Լեոնիսյան, ամենայն դեպս ես այդ ընթացքում ես մի ամիս է ինչ սկսել եմ ծխախոտ նորից օգտագործել, որոշակի իրադարձություններով պայմանավորված, ու իմ ծխախոտի վրայի այդ օրենսդրական պահանջը, որ 50+1% պետք է փակցված լինի, տեսանելի ու այդ վատ նկարները, իմացել ենք անցած տարի, որ այդ խնդիրը կա, էկոնոմիկայի նախարարության հետ լիազոր մարմինն է, էկոնոմիկայի նախարարությունը նաև մանրամասն քննարկումներ ենք ունեցել ու օրենսդրական նախաձեռնությամբ հանդես ենք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Մեկ այլ ազանգ, որ ստացել են քաղաքացիներից, էլ այս տեսչական մարմինների հետ կապված, որ դեպքեր են լինում, որ օրինակ գազանցակայաններում ուրեմն ստուգումներ իրականացնող տեսչական մարմինի, շուկա վերահսկողական տեսչական մարմինի աշխատողներին ուղղակի չեն թողում, որ ստուգում իրականացնեն։ Ֆիզիկապես չեն թողում։ Այս մասով օրինակ ինչ է կանում, որ հնարավոր չլինի, եթե տեսչական մարմինը եկել է ստուգելու ստեղ թերի են գազը լցնում, թե թերի չեն լցնում, չկարողանան գազալցակայանի աշխատողները ասեն գնաց տեղից չեն թողում։ Ինձ համար նորություն է, որ տեսչականի հետ կապված խնդիրով ահազանգել են ձեզ, ոչ թե տեսչականի, որտեղ ես առաջ անգամ եմ լսում, որ տեսչական մարմնի աշխատող ուզենա գանա վերահսկողություն իրականացնի ու որևէ անձ իրան թույլ չտա։ Համենայն դեպս դա ինձ զեկուցման ենթակա խնդիր չէ, այդ խնդիրը կառաջանար այն ժամանակ, եթե տեսնեին օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն կա։ Ձեզնից եմ իմանում, որ կարող է գազի կամ բենզինի կամ որևէ դիզվառելիքի թերլսման հետ կապված տեսչական մարմինը, հատկապես շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, որտեղ ղեկավարը շատ պինդ անձնավորություն է ու ես չեմ պատկերացնում ինչ-որ մեկը համարձակվել, որ պետական լիազոր մարմնին չթողի իր գործառույթն իրականացնի։ Խոսքը մասնավորապես Արմավիրի մարզում երկու գազալցակայանների մասն է, որտեղ եղել են կես գնով ըստեյության գազն վաճառել, տեսչական մարմինը ստուգում է իրականացել, մեկում հայտնաբերել է թեր, որ թերի են լցնում, մյուսում ուղղակի չեն ֆիզիկապես չեն թողել։ Այո, մենք տեսչական մարմինների իհարկե մեր կազմակերպության մասնագիտական հետաքրքրությունների շրջանակում չէր միջև են պահը, երբ որ դուք դարձաք հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու։ Կգցեցի էլի ժողովրդին։ Ես էլի հարց ունեմ։ Պարոն Մարտիրոսյան, ինձ կասեք երբեք վերջին անգամ օտարերկրյա գործուղման մեկնել։ 2000 Լավ, այս հարցերը, հա, իսկ բարևարկության սահմաններում բան կան։ Շնորհակալություն։ Հարց ունեք։ Մի հարց։ Խնդրեմ։ Այս հարցին անդրադարձ չեղավ, չնայած ընդհանուր առմամբ պարոն Մարտիրոսյան դուք անդրադարձաք հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությանը, կոմիտեի գործունեության լավարկման ուղղությամբ առաջարկություններ արեցիք, բայց կխնդրեի ներկայացնել ընդհանուր առմամբ կոռուպցիայի եւ կոռուպցիայի ընկալման վերաբերյալ ձեր կոռուպցիայի եւ կոռուպցիայի ընկալման վերաբերյալ ձեր պատկերացումներին ընդհանուր առմամբ կոռուպցիայի դեմ պայքարի, կոռուպցիայի հակազման մասին ձեր արկա մոտեցումներին եւ կարծիքը։ Ձեր շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Կարապետյան, որ այդ այն ձևակերպումները չհնչեն նորից, որոնք որ տարիներ շարունակ հնչում են կոռուպցիայի դեմ պայքարը, այո, կոռուպցիայի դեմ պետքա պայքար չէ, պետքա պատերազմ սկսվի։ Կոռուպցիան պետքա այնքան անզիջում
կոռուպցիայի դեմ ենք, պետք է անզիջում լինենք, որ ամենքս մենք մեր հերթին հասկանանք, որ կապ չունի որտեղ է տեղի ունեցել այդ կոռուպցիան։ Եթե մեկը կոռուպցիոն դրսևորում է անում, ուրեմն իմ ընտանիքին է ինքը վնաս տալիս, իմ երեխային։ Այս ձևով պետք է պայքարել, իսկ պատկերացնենք, եթե գիտեք, որ մեկը ձեր երեխային ուզում է վնաս տա։ Ոնց կպայքարեք։ Այդ ձև եմ ես ուզում պայքարեմ։ Հակակոռուպցիոն կոմիտեի անունը շշուկով պետք է տանեն մարդիկ, ովքեր որ հարատավոր կամ խաթարված եղանակով ուզում են բարենպաստ պայմաններ ստեղծեն իրենց եւ իրենց հարազատների համար։ Այդ ձևով պետք է պայքարել։ Պետք է պայքարել նաեւ հերոսի փոխելու մեթոդով, քրեակատորական ծառայություններում, հիմնարկներում ներողություն, որ մարդիկ չուզեն գնան այնտեղ։ Այդ վերասոցիալականացման ինստիտուտը պետք է ռեալ գործի։ Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սկսենք նաեւ երեխաները դաստիարակելուց։ Մենք մեր երեխաներին հայ ենք, ոնց ենք ասում, խաբար տալը լավ բան չի, չէ՞, տենց ենք մեծացնում, բայց մի քիչ դա էլ է պետք փոխել։ Որ մարդիկ հասկանան, որ իմացածի մասին հայտնելը դա ամոթ չի, դա սխալ չի։ Սրանից 10-15 տարի առաջ մարդուն ասում էր արի ցուսմունքներ, ասում էր ձեռս առում, ինչ ցուսմունքն է։ Ես 4 տարի 4 ամիս լոռիում աշխատել եմ, Վանաձորի կոլորիտը հանցավոր կոլորիտի մասին է խոսքը, տեսախցիկի տակ եղած դեպքով մարդուն ասում ես դու ես, ասում էր չէ, ես չեմ, որ գնար քրեակատարողական հիմնարկ իրան ընդունեին ոնց որ իրանց, որտեղ ինքը գիտեր, կարար ինչ-որ հարցեր լուծեր ու լավ լիներ իր համար։ Այս ձևա պետք պայքարել։ Այն որ անզիջում պայքար, հա, այդ ամեն ինչը իրական պետքա լինի։ Քաղցկ եղա, որ իր բջիջները sense տարածում է պետության մեջ։ Պետք է այդ հիմնական օրգանը հայտնաբերել ու հեռացնել այդ օրգանը։ Շնորհակալություն։ Շնորհակալ Ես շնորհակալություն, ես ուղղակի կուզենայի վերադառնալով տեսչական մարմնի ծառայողներին չթույլատրելու դեպքին, իմ գործընկերներս, որ նաև հետևում են եթերում, ուղարկեցին դա խազում է տեսչական մարմինը հրապարակային է հայտարարել։ Չմեն մեզ են դրա մասին գրել, հրապարակային է դրա մասին հայտարարել։ Մենք կարող ենք արձանագրել, որ տեսչական մարմինը հրապարակային հայտարարում է, որ իր ծառայողներին չեն թողնում ստուգաչափում իրականացնել, բայց դուք դրա մասին նույնիսկ տեղյակ չեք։ Կարող եք ձեր նայած երբ այդ հրապարակումն եղել ու այդ հրապարակումը ինձ հասու եղել է թե ոչ, ես գիտեմ, որ երբ որ տեսչական մարմինը որևէ գործառույթ ուզեցել է իրականացնել ու ինչ-ինչ պայմաններով հնարավորություն չի ունեցել, այդ թվում դուռը բացել կամ չբացելու առումով, ոստիկանությանն են դիմել, պարոն Հովհաննիսյան, ոստիկանության աջակցությամբ կարողացել են իրենց գործառույթն իրականացնել։ Ավելին ասեմ, տեսչական մարմինը նաև վարչական լծակ ունի, այդ գործառույթը իրականացնողին ընդհանուր եթե չեմ սխալվում, մինչև 400,000 դրամ տուգանելու։ Այսինքն, եթե մարդը գնում է իր վերահսկողություն իրականացնելու ու ինչ-ինչ պայմաններով թուղթ չտալ կլինի, դուրս բացել չլինի կամ այլն, եթե չեմ սխալվում, 400,000 դրամ տուգանքի բան։ Բայց ամեն դեպքում վերադառնալով իմ գործառույթներին, տեսչական մարմինների համակարգման աշխատանքների համակարգման գրասենյակը վերահսկողություն իրականացնող չէ, այլ մեթոդաբանություն մշակող է։ Եվ որ տեսչական մարմինը իր խնդրի մասին բարձրաձայնում է, մենք այդ խնդրին փորձում ենք օրենսդրական դաշտում լուծում տալ կամ որևէ ստուգաթերթում ռիսկի մեթոդաբանություն քննարկել։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Ես կարճ հարց ունեմ։ Հաշվի առնելով, որ պարոն Մարտիրոսյանին ճանաչում եմ լոռուց, աշխատել է Լոռու մարզի դատախազությունում, ազնական որակների վերաբերյալ հարց չունեմ, չնայած մենք մտերմություն չենք ունեցել, այլապես չէի մասնակցի այս հանրաժողովի աշխատանքներին, խորհրդի աշխատանքներին։ Մի հարց ակնկալում եմ կարճ պատասխան։ Ինչպիսին կգնահատեք կոռուպցիայի տարածվածությունը 7-8 տարի առաջ եւ հիմա։ Պարոն, ինձ թվում է տեսանելի է, որ 7 կամ 8 կամ 10 տարի առաջ շատ ավելի տարածված է եղել, քան հիմա, որտեվ հակակոռուպցիոն կոմիտեն հիմա նաև այն ժամանակ նաև հատուկ քննչական ծառայությունը շատ արագ հրապարակումներ է իրականացնում իրենց բացահայտումների մասին եւ որ նայում ենք քրոնոլոգիան, այն ժամանակվա ու հիմիկվա
բնականաբար տարբերությունը տալիս է, բայց դա գոհացուցիչ հնարավոր չի կոռուպցիայի վերաբերյալ այնպիսի ցուցանիշ ունենալ, որ ասել այս ցուցանիշը գոհացուցիչ է։ Գիտենք, լատենտ հանցագործություններ են, երկկողմանի ձեռնտու վատ խաթարված եղանակով գործարքա, որից ոչ մի կողմը շահեկան դիրքում չի հայտնվի, եթե հակակոռուպցիոն կոմիտեն այդ մասին իմանա։ Հնարավորինս իրանք էլ են զարգանում, հակակոռուպցիոն կոմիտեն էլ է զարգանում։ Սոցիալական երևույթ է հանցագործությունը ու կոռուպցիան, որը որ ժամանակի ընթացքում նաև նոր մեթոդաբանություն է գտնում այդ լծակներ ունենալու ու խուսանավելու քրեական պատասխանատվությունից։ Շնորհակալություն։ Այս փուլի վերաբերյալ հարց չունենք, հաջորդը բարևարկության վերաբերյալ հարցեր են, ինչ առաջարկներ կան, որ կողմից ձախ, թե այդ կողմից սկսենք։ Պարոն Հովհաննիսյան, խնդրեմ։ Պարոն Մարտիրոսյան, սկսենք ձեր հայտարարագրերից, եթե թույլ կտաք։ 17 թվականին պաշտոն ստանձնելու հայտարարագրում նշել եք, որ արդեն իսկ ունեք 6 միլիոն դրամ։ Կասեք, որտեղից էր այդ գումարը գոհացել։ Ես 12 թվականից պետական աշխատող եմ եղել, աշխատավարձ եմ ստացել եւ նույն բարևարկության արձանագրության մեջ նշված է եւ դա փաստ է, որ ես 14 թվականին նաեւ ամուսնացել եմ ու ինչպես ընդունված բոլոր հայկական հադատներով նաեւ իմ բարեկամները որոշել են, որ դրամական եղանակով նվերները տան ու այդ ընթացքում կուտակվել է։ Ես սովորություն եմ ունեցել նաեւ փոքր ժամանակվանից փող կուտակել, այդ այսպես ասած կասա ունենալու տրամաբանությունը ու եկել հասել է ընդամենը, եթե չեմ սխալվում, 6 միլիոն դրամ 17 թվականի դրությամբ, որը 7 տարվա ընթացքում ավելացել է 6 միլիոն դրամով։ Պարոն Մարտիրոսյան, 18 թվականի հայտարարագրում նշել եք, որ Վանաձորում հող եք ձեռք բերել անվճար։ Կասեք ինչ հող է, ինչ պատմություն է, ինչ եք անվճար ստացել։ Ես անվճար հող չեմ ստացել 18 թվականին Վանաձորում։ Ձեր հայտարարագրում է տարագրված 18 թվականի տարեկան հայտարարագրում։ Դա կնոջս հայտարարագիրն է, իմ հայտարարագիրը չէ։ Ձեր կնոջ հայտարարագրին դեռ կանդրադառնանք, ձեր հայտարարագիրն է ասում, լավ։ 18 թվականին ես հող չեմ ստացել, 18 թվականի հայտարարագիրը իմ ձեռքին կա, առհասարակ հող չեմ ստացել, ես ամբողջ կյանքում ստացել եմ մի հատ նվեր, իմ հայրական տունն է, որը իմ հայրը, եթե չեմ սխալվում, 2 տարի առաջ է փոխանցել ինձ։ Լավ, նույն 18 թվականի հայտարարագրով ձեր կանխիկ գումարները արդեն աճում են, հասնում են 7.3 միլիոնի, այնինչ նույն տարվա ընթացքում երեխա եք ունեցել, այլ ծախսեր եք ունեցել եւ ձեր կինը ոնց որ թե այդ տարի չի աշխատել։ Կասեք, ձեր գաղտնիքը որն է այդպես գումար կուտակելու։ Բար գաղտնիքա ոնց ասեմ։ Չէ, գաղտնիք չկա, պարոն Հովհաննիսյանը։ Ստացել ենք աշխատավարձ, կուտակել ենք իմ երեխայի ծնվելու հետ կապված ծախսերը, նաև այտենց առանձնապես ծախսել չի եղել, երեխան գնաց է ծնվելա, բերել ենք տուն, մի հատ կալյասկա ենք առել ու վերջ։ Լավ, 19 թվականի հայտարարագրով տարվա սկզբում ձեր կանխիկը դարձել է 8 միլիոն ու նաև 550,000 դրամ հայտնվել է բանկային հաշվին, այնինչ 18 թվականի ուրեմն տարեվերջյան բաժնում անկանխիկ չկար, իսկ կանխիկը 7.3 միլիոն էր։ Ոնց կբացատրեք այս տարբերությունը։ Ըստ էության ոնց որ տպավորության ստեղծում, որ նոր տարվա գիշերը 1.2 միլիոնով հարստացել եք։ Չէ, դա
Եղել է 6-ից 5.5-ից 6.5 միլիոն է, երբ որ 17 թվականին նշվեց տեղատեխնիկական վրիպակ եղավ, որտեղ որ տեսնեք տարվա վերջին դեկտեմբերի 31-ի դրությամբ այլ թիվ է նշվել, հունվարի 1-ի դրությամբ այլ։ Իսկ ինչ վերաբերում է քարտին արկա գումարին, ուղղակի չեմ կանխիկացրել։ Տեսեք, 21 թվականի հայտարարագրում նշել եք, որ 94 թվականի ձեռք բերած բնակարանն եք, բայց նախորդ հայտարարագրում դրա մասին ոչ մի հիշատակում չի եղել, ոնց կբացատրեք։ Ասեմ, որտեղ ես տեղյակ չեմ եղել, որ 88 թվականից համասեփականատեր եմ հանդիսանում մի բնակարանում, որտեղ 2 տարեկան եմ եղել ընդամենը, ու այդ բնակարանի համասեփականատեր ենք եղել ես, հայրս, մայրս եւ 2 քույրերս, այսինքն 5 հոգի համասեփականատեր ենք եղել։ Լավ, դուք 22 թվականին ծնվել ա ձեր դուստրը և ինչպես? Ստեղ երևի վրիպակ կա, լավ, ինչևից է, բայց ոնց որ թե չեք հայտարարագրել սոցիալ նախարարություն ստացած այդ վճարը, որը ենթադրում եմ ստացել եք։ Կինս է ստացել, հավանաբար մոռացել է նշել, այնտեղ, չգիտեմ, 8000 թե 9000 դրամ էր, ուղղում կանենք կավելացնենք անպայման այդ գումարը։ Լավ, գանք ուրիշ հարցի, էլի։ Դուք ձեր հորից, օրինակ, գումար եք վերցնում ՎՏԲ բանկից վարկ եք վերցրել, ենթադրում եմ այդ վարկը ինչ-որ տոկոսադրույքով է, տոկոսը լեք չէ վճարում, ուրեմն 1 միլիոն դրամ վերցրել եք 22 թվական, 1 միլիոն դրամ վերցրել եք ՎՏԲ բանկից, 2.5 միլիոն դրամ ձեր հորից, այնինչ 11.5 միլիոն դրամ կանխիկ գումար ունեիք։ Ճիշտ ասած, ես չեմ պատկերացնում, թե այդքան կանխիկ գումար ունեցողը ինչի է վարկ վերցնում, այդ վարկի տոկոսադրույք վճարում։ Հարցը Ինչպես կբացատրեք դա։ բացատրեմ, որ այն կուտակված գումար, եթե նկատեք իմ կնոջ հայտարարագրում վերջի 3 տարին ինքը առհասարակ կանխիկ գումար չի հայտարարում եւ այս գումարը, որը որ այս բայդրությամբ շուրջ 12 միլիոն դրամ է, մեր ընտանիքի գումարն է։ Իսկ այդ 1 միլիոն դրամը եւ վարկը դա այն աշխատավարձի, որ օվերդրաֆտ էին ասում, գումար էր պետք ընթացիկ ծախսեր անելու, որը որ 2 միլիոն դրամը չէր գերազանցում եւ հայտարարման ենթակա չէր, վերցրել ենք եւ ես դա վճարում եմ։ Իմ ընտանիքը այդ վարկի հետ որևէ առնչություն չունի։ Հա, չէ, ես ընտանիքի մասով չի ասում, բայց իմ համար անհասկանալի է։ Հա, չէ, ես ասում եմ, իմ համար անհասկանալի է վարկ վերցնել, դրա համար տոկոսադրույք վճարել, եթե փողումն ես։ Այդտեղ չի բռնում։ Եթե փողը միայն քոնն է, դու քո հայցողությամբ կարող ես տնօրինել, կարծում եմ նորմալ է, բայց դեպքեր են լինում, երբ որ պետք չի տան գումարին ձեռք տալ, որտեղ այդ տան գումարը ցանկացած բայի կարա պետք լինի, ու այսօր չգիտենք, ես տուն կհասնեմ, թե ոչ, պարոն Հովհաննիսյան, այդ գումարը թող տունը մնա, եթե տուն չհասնեմ, գոնե երեխեքը կունենան այդ գումարը։ Հուսով եմ, որ այսօր բոլորը տուն կհասնեն, բայց ես նաև կհասնենք խելքին մոտ ժամիեսը, բայց տեսեք, ուզում եմ հետևյալ հասկանամ, գալով օրինակ ձեր ընկերոջը այսպես ասած ձեռք մեկնելն, հա, ինչքան հասկացա, ձեռք եք մեկնել եւ ձեռք մեկնելու համար տունը գրավ եք դրել։ Այստեղ նորից այս հարցը առաջանում է, ինչի եք տունը գրավ դրել, եթե այդքան փող ունեիք, էլի։ Այդ փողը տայեք ձեր ընկերոջ պարտքով, հետո հետ կտար գրավ դնել, ենթադրում է լրացուցիչ ծախսեր, գնահատում, գլխացավանք, բյուրոկրատիա, բնականաբար տոկոսադրույքի վճարում։ Պատասխանեմ։ Իմ ընկերոջով իմ 34 տարվա ընկերն է նաև, երբ որ մենք դեռևս երեխա էինք ու ես դատախազ չէի, ակնկալիք էլ չկար, ես նաև կնքել եմ իրան ու իրան այնպես հրատապ էր պետք, որ էլ երկար բարակ մտածելու խնդիր չկար ու իրան շատ ավելի գումար էր պետք, քան այն գումարը, որը որ ես իրան տրամադրել եմ։
կար որոշակի անհամաձայնություն տան գումարին ձեռք տալու, ես որոշեցի, որ ինձ միանձնյա պատկանող բնակարանը գրավադանեմ, ես անվերապահորեն վստահում եմ իրան ու ինքը իր վստահությունը փարատեց։ Շնորհակալություն։ Իսկ ներողություն, իսկ եթե գաղտնիք չի, բայց իհարկե ձեր միգուցե դա ձեր ընկերոջ կա, եթե գաղտնիք չի, այդ գումարը ինչի վրա է ծախսվել, ինչ բնույթի ծախսեր են եղել։ Այդ գումարը պետքա ծախսվեր մի բանի վրա, որը որ բարձրաձայնելու չի ներ ընտանեկան անձնական գաղտնիք պարունակող տեղեկությունը, ես իրանից թույլտվությունը որ վերցնեմ ձեզ անպայման կասեմ։ Հետո Աստծո հաջողությամբ այդ գումարը իր նպատակին չի ծառայել այն ծավալով, որը որ պետքա ծառայեր, ու միանգամից հետաբերվել ու վճարվել է եւ փոխառությունը մարվել է։ Շնորհակալ։ Լավ, այս կոնտեքստում բայց մի բան եմ ուզում հարցնեմ։ Ինչի վրա որ այդ գումարը նախատեսված էր եւ չի օգտագործվել կամ օգտագործվել է ոչ ամբողջ։ Ինչևից է Հայաստանի Հանրապետությունում 300,000 դրամից ավել կանխիկ գործարք չես կարող անել։ Ինչ ուզում ես արա 300,000 դրամից ավել ամեն ինչ անկանխիկ է, չէ՞։ Բայց դուք հենց տունը գրավ եք դրել, միանգամից 12 միլիոն դրամը կանխիկացրել եք։ Սա մի քիչ տարօրինակ է, որ ինչ գործարք, ինչ բնույթի գործարք է, որ ուզեցել եք կանխիկ անել։ Սխալ ինֆորմացիա իրապետին ես տալիս։ Չէ, հակառակը իսկ ինչքան դե կանխիկացրել։ Ինչպես։ Հա, թեկուզիվ, առավել ես։ Որտեվ իրան կանխիկ այդ գումարը պետք էր հենց բանկում sense տոպրակով տրվել է իրան։ Այո, պետք է անկանխիկ այդ ամեն ինչն արվեր, բայց հավատացեք երկու ընկերոջ մեջ հատկապես Քավոր Սանիկ, որ գնանք մի հատ էլ մուտք անեինք, փոխանցեինք, մի հատ էլ սպասեինք դրա ժամանակն էլ հիմա մանրամասնելու չի։ Պարոն Հովհաննիսյան, ներողություն։ Ինձ պատկանող բնակարանը ես որոշել եմ, որ ընկերոջս, ով իմ Սանիկն է, պետք է իրան հարեհաս լինեմ։ Բացարձակ չեմ փոշմանում դրա համար եւ Աստծո հաջողությամբ այդ գումարը այն ինչին որ պետք էր ծառայեր, այդքանը չի եղել։ Հիմա ամեն ինչ նորմալ է։ Պարոն Մարտիրոսյան, ես շատ ուրախ եմ, որ դուք ձեր ընկերներին հավատարիմ եք եւ դա իրապես լավ է, բայց իմ հարցերը եւ մի քիչ ուրիշ բանի մասին են, իմ հարցերը մասնավորապես կանխիկի շուրջ են եւ առհասարակ եկեք ուրիշ բան հարցնեմ։ Դուք հավակնում եք դառնալ հակակոռուպցիոն հիմնական մարմիններից մեկի ղեկավար։ Դուք տեղյակ եք, որ երբ որ պաշտոնատար անձը իր հիմնական խնայողությունները պահում է կանխիկ ձևով, դա կոռուպցիայի կանխարգելման տեսանկյունից դիտվում է որպես լրացուցիչ ռիսկ։ Ես դրա մասին կարգացել եմ բարեվարության վերաբերյալ եզրակացության մեջ եւ դա իմ համար նաեւ առիթ է հանդիսանալու, որ այդ ինչը որ մնացել է կանխիկ գումարը, մենք ընտանիքով որոշենք, որ երեխաներից մեկի անունով ավանդելու։ Կարող է հավասարապես բաշխենք ամեն երեխայի անունով։ Ինչ որ մի չնչին կպայենք մեզ ընթացիկ ծախսերի համար, այդ չեմ կարծում, որ ինչքան, բայց հավասար երևի կբաշխենք, վերաբերենք արդեն ավանդի տեսք։ Ես դուք վաղուց եք իրավապահ մարմիններում եւ ես վստահ եմ, որ դուք լսել եք բոլոր այն խոսակցությունները, մասնավորապես երբ որ հայտարարումը դարձավ ավելի պոպուլյար եւ ապօրինի հարստացումը քրեականացվեց 17 թվականի ամռանն արված օրենսդրական փոփոխություններով, երբ որ պաշտոնյաները գրում էին հայտարարում էին կանխիկ միջոցներ, որոնք իրենք չունեին, բայց հայտարարում էին կանխիկ միջոցներ, որպիսի հետագայում ինչ-ինչ ճանապարհով ունեցվածք ձեռք բերելու դեպքում ասեն, որ ի սկզբանե այդ կանխիկ միջոցները եղել են։ Եվ նաև սա է պատճառը, ինչի կանխիկ միջոցների մեծ կուտակումը պաշտոնյայի մոտ հարցեր առաջացնում եւ ռիսկային է գնահատվում։ Հիմա այս կոնտեքստում կա ինչ-որ բան, որը դուք կարող եք հրապարակել, տրամադրել, հայտնել, որը մեր մոտ եւ առհասարակ կողքից դիտողի մոտ կփարատի այն մտավախությունը, որ կարող է իրականում դուք այդ 12-13 միլիոն դրամը իրականում չունեք, հայտարարագրել եք, բայց չունեք։
Ես հայտարարել եմ 17 թվականից, պարոն Հովհաննիսյան, 17 թվականից հայտարարագրի մեջ, որ տեսնեք 17 թիվ 6 միլիոն, 18 թիվ 6.5, 7.3, 8, 9, 10, 11.5, 12, այսինքն մեկնարկը, այն ծավալի մեկնարկային արժեքը այնքան չի եղել, որ կարողանար ինչ-որ մեկի մոտ հավատ չներշնչեր իմ ասածը, հավանաբար միայն ձեր մոտ է այս պայդրությամբ, որ դուք չեք հավատում, նիստից հետո կարող ենք գնալ մեր բնակարան, ես ցույց կտամ ձեզ այդ գումարը։ Պարոն Մարտիրոսյան, ես կուզենամ մեկ այլ հանգամանքի անդրադառնանք։ Ձեր հայրը ճիշտ եմ հասկանում, որ իր հիմնական միակ եկամտի աղբյուրը թոշակն է, որ ինքը ստանում է։ Վերջին շրջանում միակ եկամտի աղբյուրը թոշակն։ Որքան է կազմում մոտավորապես։ 500,000-ից ավել։ Ինչքան է։ Նկատեմ 5 միլիոնն էլ է 500,000-ից ավել։ Մոտավորապես է։ 509,000, պարոն։ Հա, շնորհակալություն։ Ձեզ ինքը ըստ էության, երբ որ հաշվում ենք, տեսնում ենք, որ ինքը իր թոշակի մոտ կեսը ձեզ է փոխանցում։ Երբ որ նայում ենք, հաշվում ենք, հա, թե տարեկան ինչքան գումար է ինքը ձեզ տալիս, տեսնում ենք, որ իր թոշակի կեսը ինքը ձեզ է փոխանցում։ 500,000 եկեք համաձայնենք, որ շատ մեծ գումար չի, հա, եւ որն է պատճառը, որ դուք ձեր ծնողից վերցնում եք ունենալով կանխիկ, ունենալով խնայողություն, ձեր ծնողից ամսական մոտ 250,000 դրամ եք վերցնում, որ իր եկամուտի մոտ կեսն է։ Շնորհակալություն հարցի համար։ Ես մի ծնող չունեմ, երկու ծնող ունեմ, իմ մայրն ու հայրը միասին վերցրած մոտ 880,000 դրամ եկամուտ են ստանում, մայրս աշխատում է եւ պայմանավորվածությունը եղել է հետեւյալ կերպ, որ հայրս իր անուն ազգանուն հայրանունը կրող թորան ուսման վարձը, դպրոցի վարձը որոշել է, որ ինքը պետք է անի, ես էլ չեմ ընդդիմացել, պարոն Հովհաննիսյան։ 800,000-ից ավել, շուրջ 850,000 դրամ հայրս ու մայրս, որ ստանում են 250,000 դրամ տան իրանց որդուն նորմալ է ինձ թվում է, ես էլ նույնը կանեմ։ Շատ լավ։ Նույն տրամաբանությամբ կներեք, առաջ ընկնելով, նույն տրամաբանությամբ կնոջս ծնողներն էլ աղջկաս վարձն են որոշել, որ մի տատուպապը մի երեխունն է անում, մյուս տատուպապը մի երեխունն է անում, նորմալ է դենց։ Շնորհակալ եմ։ Տեսեք, ձեր բարևարկության հարցաթերթում դուք նշել եք, որ ձեր կինը հորից ստացել է 13.2 միլիոն դրամ, այնինչ ոնց որ թե հայտարարագրերով, երբ որ թվերը գումարում ենք, ստացվում է մի քանի միլիոն դրամով ավելի քիչ, մոտ 3 միլիոն դրամով ավելի քիչ։ Այս հակասությունը ինչով կբացատրեք, մոտ 3 ու 6 միլիոն դրամով ավելի քիչ։ Ես էլ դուք եք այդ հաշվարկն արել, պարոն Հովհաննիսյան։ Այո։ Մի հատ կբարձրաձայնեք հերթականությամբ։ Հայտարարագրերում նվիրատվության մասով մենք տանք մի հատ 6 միլիոն, մի հատ էլ 3.6 միլիոն, այսինքն գումարային դա գալիս է 9.6 միլիոն։ Բայց բարևարկության հարցաթերթիկում դուք նշել եք, որ վերջին 3 տարում 13.2 միլիոն։ Դա նախորդ տարվանն էլ 3 տարվանը միասին վերցրել։ Հա, օքեյ, նախորդ տարվա հայտարարագրի վերջ։ Լավ, ինձ տեսեք, գամ ձեր կնոջ հայտարարագրերին 23 թվականին արժեթղթերի մասով նշել է 2 ընկերության բաժնեմաս, սակայն մինչ այդ նախորդող հայտարարագրերում նշել է 3 ընկերության բաժնեմաս, բայց ոչ միտեղ չի երևում, թե այդ 3-րդ ընկերության բաժնեմասը ոնց է անհետանում, էլի։
Պարոն Միոնիսյան չի անհետանում ու չգիտեմ ոնց է որ դուք չեք տեսել, հայտարարում նշված է, որ ինքը իր բաժնեմասը ամբողջությամբ նվիրել է իր մորը։ Եվ դրա վերաբերյալ նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ներկայացրել Արմբրոկից ստացած տեղեկանքը պաշտոնական ու չգիտեմ ոնց չեք տեսել դուք ներողություն։ Ինչքան ես հասկանում եմ, իր մորը փոխանցել է երկու ընկերությունների բաժնեմաս։ Մեկը փոխանցել է այս տարվա հայտարարը լրացնելուց արդեն երկրորդի մասին էլ պետք է նշվի, որտեղ ես ինքս խնդրել եմ, որ ինքը որևէ տեսակի բաժնետիրական, այսպես ասած, ակցիաների սեփականատեր չլինի եւ ամբողջությամբ փոխանցի նրանց, ումից որ ստացել է իր հորը, մորը, քույրերին եւ ավակ իր ծնողներին։ Շատ լավ, բայց տեսեք նորից գալով հակասությանը կար երրորդ ընկերության բաժնեմասեր, որոնք որ 20 թվականից մեջբերում են բարեկամներից գնված բաժնեմասեր են եղել։ Այս բաժնեմասերը Այդ բաժնեմասերը ինչ։ Այդ բաժնեմասերի թրեքն է կորում 23 թվականից ի վեր էլի։ Խնդրում եմ բացեք 2022 թվականի կնոջս հայտարարը։ Յոթերորդ կետը D բաժնետոմսերի փոխանցում նվիրատվություն նշել է վերջին։ Շնորհակալություն։ Հիմա մյուսից էլ որևէ ակցիա չունի էլ ինքը։ Իսկ այդ ընկերությունները, եթե չեմ սխալվում, 2000-2001 թվականներին ստեղծված իրենց ընտանեկան ընկերություններն են։ Շատ լավ։ 2018 թվականին ձեր կինը Զաքյան փողոցի ավտոտնակը նվեր է ստացել, կասեք ումից։ Իր հորաքույրից հարազատ, բայց այդ հորաքույրինը չի էլ եղել, այլ իր հորինն է եղել ու մենք այդտեղ ենք բնակվում, մեր պատվալային հարկում մի հատ ավտոտնակ կա, որը 2018 թվականին, այո ճիշտ եք նշում, փոխանցել են կնոջս անունով, իր հարազատ հորաքույրից, որը որ ձեռքաբերվել 2000, չեմ կարող ասեմ երևի 1, 2 կամ 3 թվականներին։ Թվերը շփոթվում են, բայց ամենայն դեպս միջև մեր ծանոթությունը։ Շատ լավ։ Ռուսաստան Դաշնության համապատասխան տվյալների բազայում նշված է, որ մինչև 19 թվականը ձեր կինը հաշվառում է ունեցել Ռուսաստան Դաշնությունում։ Կմանրամասնեք այնտեղ ապրել է, սովորել է, պատմեք ինչ։ Իմ կինը ՄԳԻՄՈ-ն է ավարտել, տնտեսագիտական գիտությունների թեկնածու է եւ բնակվել է այդ ժամանակ Մոսկվայում։ Քանի դեռ Ռուսաստանի թեման արդի, եկեք գանք ավտոմեքենային, որի վերաբերյալ ԿԿՀ ներկայացրել եք, բայց մի քանի բան է ինձ հետաքրքրում։ Այդ մեքենան որ թվականից է Հայաստանի Հանրապետությունում շահագործվում։ Մեքենան, եթե չեմ սխալվում, 19-20 թվականներին կամ կարող մի քիչ ավելի շուտ է եկել Հայաստան, ընդհանուր որ վերցնենք, եւ մի քանի անգամ ենք տեսել, այդ մեքենան չէր շահագործում, այս տարիներ շարունակ կանգնած է։ Իր անունով է, բայց ամենայն դեպս ԵԱՏՄ-ի մուտք լինելուց հետո է եղել, որ եթե չեմ սխալվում, հնարավորություն կա չմաքսազերծելու, ու տենց մնացել է այդ մեքենան։ Ձեռքաբերել 2010 թվականին, որի ընթացքում եւս էլ իրար ճանաչելուց չենք եղել մենք։ Ու այդ մեքենան չի շահագործվում։ Ես գիտեմ, որ չի շահագործվում, ամենայն դեպս իմ կամ կնոջս կողմից չի շահագործվում։ Լավ, իսկ ասեք դուք եթե այդ մեքենան էլ չի շահագործվում, ապա ինչ տրանսպորտային միջոց եք օգտվում, որից այդտեղ գնալու համար։ Հասկանալի աշխատանքի մոտիկ եք ապրում, այստեղ երբ ոտով եք գնում գալիս, բայց ուրիշ տեղ գնալուց ինչով եք գնում։ Պարոն Միոնիսյան, ես 19 թվականից եղել եմ վերադաս, միշտ ծառայական մեքենա եմ ունեցել, բացի վերջի 4-5 ամիսա երևի արդեն։ Ես ունեմ օգնական, ով նաև իմ ընկերն է, ով նաև կենտրոնում է իմ օգնականն եղել։ Իր մեքենայով
գնալ գալը կազմակերպում այնքը, ես էլ իրան լրացուցիչ այդ վառելիքի գումարը տալիս եմ, որ օգտվի։ Ես ինքս մեքենա չունեմ, բայց նպատակ ունեմ ձեռք բերելու։ Խոսքս վերաբերվում էր ոչ թե գործի բնույթով գնալ գալու, այլ ոչ գործի բնույթով։ Ընտանիքով, որ չգիտեմ, հյուր եք գնում, պայմանական եմ ասում, հյուր կամ որից է տեղ, ինչով եք գնում։ Տաքսիով։ Շատ լավ, իսկ լավ, գանք այլ հարցերի։ Դուք Սյունիքի մարզում եք երկար աշխատել, բայց միջև այդ մի հատ ուրիշ հարց, որը սկսեցինք հետո որոշեցինք հետաձգել, երբ եք վերջին անգամ գործող մանել օտարերկրյա, կասեք երբ որտեղ։ 2025 թվականի հունվարի 9-ից ոնց որ 11-ը 2 օրով Մոսկվայում գործողել Սանդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հետ երկուսով գնացել վետ ենք եկել։ Շատ լավ, իսկ դուք ձեր համար երբ եք վերջին անգամ արտերկրում եղել, ոչ գործում։ Մի քանի օր առաջ։ Կասեք ինչի համար ուշ, եթե գաղտնիք չի եղել, թե ձեր գործում։ Գաղտնիք չի, առիթի ենք եղել, գնացել ենք ու հետ ենք եկել, 3 օրով ենք բացակայել Երևանից։ Ինձ կասեք ինչ կապի մեջ եք Զանգեզուրի կոմզամոլիբդենային կոմբինատի տնօրեն Ռոման Խուդոլինի։ Ռոման Խուդոլինի հետ ծանոթացել եմ գրասենյակ գալուց հետո աշխատանքի բերումով շատ ջերմ հարաբերություններ են ստեղծվել վերջինիս հետ։ Երևի ձեր համար գաղտնիք չի, որ փետրվար ամսին Զանգեզուրի կոմզամոլիբդենային կոմբինատի շատ աշխատողներ ցույց էին կազմակերպում և ըստ էության պահանջում էին աշխատանքային պայմանների բարելավում։ Աշխատանքային պայմանների վերահսկողության, պայմանների մի մասի վերահսկողության ֆունկցիա ունի նաև համապատասխան տեսչությունը, աշխատանքի և առողջապահության տեսչությունը։ Ինձ կասեք, օրինակ ձեզ հայտնի այդ տեսչությունը ստուգումներ, ուսումնասիրություններ իրականացրել է ԶՊՄԿ-ում աշխատանքային պայմանների վերաբերյալ։ Ինչքան գիտեմ, այո, պետք է իրականացնեին։ Եվ ինչ-որ արդյունքներ։ Պարոն Հովհաննիսյան, ինձ տեսչական մարմինները ոչ արդյունքների, ոչ ընթացքի, ոչ էլ մեկնարկի մասին չի ներկայացնում, առավելևս զեկուցում։ Ձեր մոտ հավանաբար տպավորությունն է, որ ես Հայաստանի տեսչականների ղեկավարն եմ, ամենևին էլ ոչ։ Ես այդ տեսչական մարմինների մեթոդաբանությունը եւ օրենսդրական բարելավումը կարգավորող գրասենյակի ղեկավարն եմ, որովհետեւ ինձ չի մանրամասնում է որևէ տնտեսվարի մոտ ինչ գործառույթ են անում կամ գործունեություն են իրականացնում։ Լավ, պարոն Մարտիրոսյան, տեսեք, ամեն դեպքում մենք ունենք Հայաստանի, եթե ինձ հիշողությունս չի խաբում, ամենամեծ գործատուն աշխատողների քանակով, եթե չեմ սխալվում, ամենամեծ ոչ պետական կառույցը, որի աշխատողները դուրս են եկել ցույցերի, չգիտեմ, Հայաստանի թոփ հարկատուներից մեկը կանգնել է դրա պատճառով, եւ ձեր ենթակա տեսչական մարմինը ինչ որ եթե նույնիսկ ստուգումներ արել է, ապա դա ոչ մի այտենց գոնե լուրջ բացահայտման արդյունք չի դարձել, այնինչ օրինակ հետաքննող լրագրողները այնտեղ տեղում աշխատանքային բավականին վատ պայմաններ են հայտնաբերել։ Դա կարա կապված լինի ձեր եւ Ռոման Խուդոլինի հարաբերությունների հետ։ Կրկնում եմ, ենթակա չեն, նորից դուք եք Ներողություն եմ խնդրում, այո, ենթակա չեն, բայց ձեր համակարգման ոլորտում են։ Ուրեմն բացարձակ չի կարող նշանակություն ունենալ ու առհասարակ ոչ միայն տեսչական դիրույթում, այլ առհասարակ ես թե դատախազության ժամանակ աշխատելուց, թե որտեղ էլ կաշխատեմ, պարոն Հովհաննիսյան։ Շատ լավ, բայց ամեն դեպքում մի քիչ կասկածներ առաջանում էլի, որ ամենամեծ գործատուն Ներողություն եմ խնդրում, բայց մեկ պայմանավորվել ենք։ Հա, չեմ մեկնաբանում։ Ես
Տեսեք, դուք կարծում եմ չեք հերքելու, որ օրեր առաջ երբ որ գնացել եք Մոսկվա, մասնակցել եք հենց իր ԶԲՄԿ-ի տնօրենի ծնունդին։ Ինձ կասեք ում հաշվին եք մեկնել։ Բացարձակապես իմ հաշվին որևէ այլ միջամտություն չի եղել եւ ներողություն հետ դառնալով ձեր հարցին նշեմ, որ նույն ԶՊՄԿ-ի վերաբերյալ եւ Գեոպրոմայնինգ ընկերության, որ այլ տեղեր էլ նաեւ հանքարդյունաբերության գործունեություն են իրականացնում, նույն մեր տեսչական մարմինը շատ մեծ ստուգումներ ունի արած, այդ թվում իմ պաշտոնավարման ընթացքում մեծ ստուգանքներ կան գրված, հիմա դատարանում վեճեր են քննվում։ Լավ։ Ամեն դեպքում չեք կարծում, որ հանրության մոտ կարող է թույլ տպավորություններ կամ առնվազն հարցեր առաջացնել, եթե տեսչական մարմինները համակարգող օրգանի ղեկավարը մասնակցում է ամենամեծ գործատուի ծնունդին, մի գործատուի, որի ենթակաները այդ պահին, հազարավոր ենթականեր այդ պահին դուրս են եկել ձեզ վստահ եմ հարազատ Կապանի եւ Քաջարյանի փողոցներ։ Եթե ես լինեի տեսչական մարմնի ղեկավարը կամ լինեի ղեկավարի տեղակալը կամ որևէ վարչության պետ տեսչականում կամ տեսուչ լինեի, ես չէի գնա այդ ծնունդին։ Շահերի բախման որևէ տեսակի ռիսկ չկա։ Շատ լավ։ Գանք հաջորդ բլոկին հարցերի։ Ուզում եք ուղարկեմ ձեր մասնակցությամբ ծննդից նկարը, եթե ուզում եք կարող եմ ավելի որակյալ տարբերակը մեյլով ուղարկել։ Եկեք գանք մի ուրիշ գործի, եթե իհարկե այս թեմայի մասով ոչ մեկ հարց չունի, Կարեն Կունգուրցևի Ինչ թեմայի վերաբերյալ։ Այս Չէ, ոչ թե բարևարկության, այս բանի էլի ծննդի մասնակցություն։ Ուզակի ուզում եի վերջացնել, պարոն Մարտիրոսյան, ուղղակի հենց հիմա համակարգչի միջոցով տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ կայքի, որը կառավարության համապատասխան ու գրասենյակի գործառույթներն են թվարկված, 12-ն են այդ գործառույթները կառավարության էջում է թվարկված, ինձ կասեք հնարավոր է հիմնականում ոնց հասկանում եմ ձեր գործառույթը օրենսդրական դաշտի հետ է կապված, կարող է ինչ-որ ներքին, որտեղ իմ համար էլ էր պարոն Հովհաննիսյանի բարձրացրած խնդիրը իրականում գնահատման արժանի, որտեղ մենք նաև շահերի բախման ինստիտուտն ենք քննարկում, հնարավոր է ինչ-որ այլ գործառույթներ կան, որոնք այստեղ արտացոլված չեն, եթե կան կամ ինչ-որ ներքին աշխատանքային պրոցես կա, ես ցանկանում եմ մեզ պարզաբանեք, վերջը դուք համակարգող գրասենյակ կոչվում, կներեք տեսչական մարմնի աշխատանքների համակարգման գրասենյակ։ Այդ տեսչական մարմնի ստուգումների հետ կապված դուք ինչ առնչություն ունեք։ Մեզ մի փոքր ավելի պարզ պարզաբանեք, որովհետև դուք ասում եք, որ վերադաշ չեք, բայց համենայն դեպս ես կուզեի ավելի պարզ ձեր շուրթերից լսել, համենայն դեպս հարգելի հանձնաժողով բաց աղբյուրում եմ գրասենյակի գործառույթները թվարկված են, ես վերահսկողական գործառույթ չտեսա ձեզնից։ Դուք շատ ճիշտ եք նկատում, պարոն Արսենյան, որևէ տեսակի վերահսկողական գործառույթ չկա, տեսչական մարմինը ինքն է իրականացնում ստուգումը, ինքն է պատասխանատուն ստուգման ընթացքի վերաբերյալ, ինքն է պատասխանատվությունը կրում նաև ստուգման արդյունքի վերաբերյալ։ Տեսչական մարմինը վերահսկողը չէ, տեսչական մարմինը վերադասը չէ, տեսչական մարմինը չի կարող ասել սա կանես, սա չանես, ստեղ կանես, ընդեղ չանես։ Տենց մի հատ դեպք որ լինի, տեսչական մարմնի ղեկավարը կասի, բայց դու ով ես, որ տենց բան ես ինձ ասում։ Դու ընդհանրապես գրասենյակի ղեկավարն ես, օրենսդրական փոփոխություններ, մեթոդաբանություն, քաղաքականության մշակող, այսքանը։ Մի հարց էլ է հետաքրքիր, դուք առանց հուսանովելու ազնվորեն նշեցիք, որ ծնունդի եք մասնակցել եւ այլն։ Այ հանրության մոտ ողջամիտ կասկածներ կարան առաջանալ որոշակի միջնորդությունների հետ կապված, ստուգումների եւ այլն։ Երբևէ նման տվյալներ ձեզ թե տեսչական մարմինը, թե անձամբ ձեզ որևէ հարաբերություններում նման տեղեկատվությամբ դուք տիրապետում եք անձամբ կամ ձեզ երբևէ դիմել են կապված կոնկրետ նշված
անձի եւ նրա ղեկավարած հիմնարկի հետ կապված։ Իհարկե ոչ, պարոն Արսենյան, ոչ միայն այդ հիմնարկել, այլ առհասարակ որևէ տեսակի հիմնարկով չի կարող միջնորդություն լինել։ Ես մի քիչ sense ավելի անկեղծ մի հատ բան ասեմ։ Վանաձորում ով եղել է, ով երբևէ սուրճ կամ թեյ է խմել, օազիսը բոլորին հայտնի տեղ է եղել։ Իմ գրասենյակի ղեկավար դառնալուց հետո, երբ որ պետքա տեսչական մարմինը վերահսկողություն իրականացներ, իմ կնոջ ընտանիքին էր պատկանում դա, մինչև այսօր, հասկանալով, որ ինձ հետ հնարավոր չէ հայտարարի գալ, ուղղակի փակել են այդ հիմնարկը։ Կներեք էլի, որ սենց շատ մանրամասն եմ ասում մեր այդ թեմայից, բայց հնարավոր չի իմ հետ հայտարարի գալ։ Հնարավոր չի եղել 3, հնարավոր չի լինելու վաղը, ու հնարավոր չի եղել 12 թվականի փետրվարի 10-ին, երբ որ մի օրական դատախազ եմ եղել։ Շնորհակալություն։ Պարոն Մարտիրոսյան, գանք այն գործին, որից դուք կանխատեսեցիք, որ հարցեր լինելու են, խոսքը մասնավորապես Կարեն Կունգուրցևի վերաբերյալ քրեական գործն է, սպանության հոդվածով, ըստ էության Լոռվա մարզում քննված գործ է, որի դատախազը դուք եք եղել եւ որով մարդ մոտ 3 տարի, եթե չեմ սխալվում, անազատության մեջ է գտնվել մի երիտասարդ եւ վերջում ոչ միայն արդարացվել է, այլ նաեւ դատարանի կողմից արձանագրվել են մի շարք էական ուրեմն խախտումներ, որոնք եղել են նախաքննության փուլում եւ որոնք իմ գնահատմամբ չեն կարող վրիպել դատախազի աչքից եւ նաեւ այս գործով կամ Արդյունավետների Եվրոպական դատարանի կողմից կայացված որոշում հավատացած եմ գիտեք, որտեղ Կունգուրցևի արդար դատականության իրավունքի խախտումը արձանագրվել է եւ ինքը կամ չեմ հիշում որ իրավունքի խախտումն է արձանագրության ազատության, բայց ինչևէ եւ ինքը նաեւ Հայաստանի Հանրապետությունից փոխհատուցում է ստացել։ Եվ ճիշտ ասած ես չգիտեմ որտեղից սկսեմ իմ հարցը։ Լավ, ձեր կարծիքով այս քրեական գործում այն խախտումները, որոնք որ թույլ են տրվել քննիչի կողմից, ակնհայտ խախտումներ, ինչպիսին է, չգիտեմ, ճանաչման ընթացակարգի խախտում, անչափահասների կամ 16 տարին չլրացած անձանց հարցաքննության կարգերի խախտումներ եւ այլն։ Շատ դատարանը այս մասով երևի գիտեք լրացուցիչ որոշում է նույնիսկ կայացրել իր վճռին հավելումը թվարկել է բոլոր այս խախտումները։ Դուք որպես դատախազ այդ խախտումները չէիք տեսել, թե տեսել աչքի եք փակել, թե ոնց է եղել, մի քիչ այդտեղ երևի պատմեք, շնորհակալություն։ Իրականում շնորհակալություն հնարավորություն տալու համար, պարոն Լեոնիսյան, այս դեպքի մասին շատ մանրամասն ու հանգամանալից ներկայացնելու, որտեղ ես դատախազությունում եղած ժամանակ երբևէ հնարավորություն չեմ ունեցել այս ֆորմատով ներկայացնելու այդ գործի հանգամանքները։ Կարեն Կունգուրցևը արդար է, նրա մեղավորությունը չի հիմնավորվել, ուստի հիմնավորվել է նրա անմեղությունը, որովհետեւ ձևակերպում ներկայացնելիս ամենևին անմեղության կանխավարկածին ես չեմ էլ մոտենա։ Դուք ներկայացրեցիք քննիչի կողմից ճանաչման ներկայացնելու կարգը խախտելու վերաբերյալ, անչափահաս վկայի արձակնության կարգը խախտելու վերաբերյալ եւ այլն եւ այլն։ Իմ իմանալով քննիչի կողմից այլ խախտումներ առարկայական, որոնք տեսանի կարող էին լինել, չեն արձանագրվել, որտեղ են հանգամանքները, որոնք բերել են այդ անձի արդարացմանը, ի հայտ են եկել դատաքննության ընթացքում։ Հիմա փոքրիկ պատմական էքսկուրս անենք այս քրեական գործով։ Դեպքը 2013 թվականի հոկտեմբերին էր տեղի ունեցել, նույն օրը 3 կամ 4 անձի դեմ ուղղված ծանր եւ առանձնապես ծանր դեպքեր տեղի ունեցել, եթե չեմ սխալվում, մի սպանության փորձ եւ 2 ծանր մարմնական վնասված պատճառելու գործ, 4-ն էլ ես եմ հսկել։ Ես իմջայլուց այդ ընթացքում եւ միջև վերջ Լոռիում սպասարկել եմ Վանաձոր քաղաքի անձի դեմ ամբողջությամբ եւ միայնակ։ Բայց քրեական գործերը, որ մի քիչ ավելի շատ էին լինում, 2 դատախազով էինք հսկողություն իրականացնում, ոչ հաճախ նաեւ
ոչ հաճախ չէ, հաճախ նաև քննիչներն էին 2 եւ ավելի հոգով նախաքննություն իրականացնում։ Հսկել եմ ինչպես մնացած հարյուրավոր իմ քրեական վարույթները։ Լսում եք, պարոն Հովհաննիսյան։ Հա։ Քննիչը առաջնային գործողությունները անելիս, երբ որ այո խախտում է տեղի ունեցել, երբ որ անչափահաս վկային նախազգուշացվել է ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու պատասխանատվության մասին, դա խախտում է տեղի ունեցել, այո։ Բայց այդ ընթացքում այդ 4 վկաները, երբ որ հարցաքննվել էին, մեկով, եթե չեմ սխալվում, անձով ճանաչում էր եղել, հետո մեղադրյալը հրաժարվել էր արկա քննչական դատավարական գործողությունների մասնակցելուց եւ քննիչը ճանաչումը արդեն իրականացրել լուսանկարով եւ տեղի են ունեցել 4 առերես հարցաքննություններ, եթե ես չեմ սխալվում, 12 տարի անց է։ Դրանից հետո մեղադրյալը ներգրավել ու տարել դատարան կալանորմալ միջնորդությամբ։ Դատարանը հիմնավոր կասկածով, առնչությամբ եւ հիմքերին անդրադառնալով այդ մարդու կալանքը տվել է։ Տևական ժամանակ, այո, ցավոք այդ մարդը կալանքի տակ է մնացել, ես ցավոք էդի սրտե եմ ասում ցավոք, ուղղակի հիմիկվա ելույթի համար չէ։ Դրանից հետո գնացել եմ ես արձակուրդ, արդեն միջալուց իմ ամուսնական արձակուրդներ երկար ժամանակով, սեպտեմբերի 1-ին վերադարձել եմ Հայաստան։ Հայաստան վերադառնալուց հետո 2-3 օր հետո, եթե չեմ սխալվում, կամ մի շաբաթ հետո գնացել եմ աշխատանքի, այդ քրեական գործով արդեն մասեր անջատվել բժիշկի վերաբերյալ, երևի տեղյակ եք նաև սխալ բուժօգնության արդյունքում դուժողի մահը վրա հասնելու համար քրեական պատասխանատվության ենթարկել բժիշկը։ Մեղադրանքը փոխվել էր, ավարտ էր հայտնվել, միջնորդությունները քննարկվել էր եւ ես ստացել եմ մեղադրական եզրակացությամբ քրեական գործ, որտեղ շատ կարեւոր է սա իրավաբանների համար 4 անձի ցուցմունք, 4 ճանաչում, 4 առերես, մեղադրանքի որոշում, դատարանի կալանքի որոշում, երկարացրած մի քանի անգամ։ Ուղարկել եմ դատարան այդ քրեական գործը մեղադրական եզրակացությունը հաստատելով։ Կարող է սխալվեմ 4 կամ 5 դատական նիստ հետո որոշակի ոչ բարի իրադարձություն տեղի ունեցավ, ինձ ասեցին նոր գործեր մակագրվեց ու քանի որ 2 մեղադրողով էինք մասնակցում մեղադրանքի պաշտպանությանը, շարունակեց իմ հետի գործընկերը, ով որ միջև վերջ այդ քրեական գործով ներկայացրեց մեղադրանքը, մեղադրական ճառով հանդես եկավ, այդ ընթացքում նաև որ դատարանում հայտ եկան այնպիսի հանգամանքներ, որոնք նախաքննության ընթացքում հայտնի չէին, գլխավոր դատախազությունից նաև ներգրավվեց ավելի փորձառու դատախազ, մասնավորապես վարչության պետի տեղակալ էր, եթե չեմ սխալվում, մեր ավագ գործընկերներից էր։ Ու դատարանը հենց ճառը կարդալուց հետո այն նույն դատարանը, որը որ կալանքը երկարացրել էր եւ անփոփոխ էր թողել, արդարացման դատական ակտ կայացրեց։ Դրա վերաբերյալ վերաքննիչ բողոքագրվել է։ Ես նկատի ունեմ, ես այդ հունվարի 25-ի նիստից հետո էլ առհասարակ չեմ մասնակցել այդ նիստով։ Այն ապացույցները, այն իհայտ եկած հանգամանքները, որոնք նաև արդարացման հիմքում են դրվել, իմ մեղադրանքի պաշտպանության օրոք չի եղել, քանի ես հիշում եմ ինչքանը։ Վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակ արդեն բացառք հայտնվեց մեր գործընկերոջը, որ մեղադրական ճառներ ասել եւ վերաքննիչ բողոք էր գրել, քանի որ մեղադրական ճառը ասելու օրը եւ դատարանում միջադեպ էր տեղի ունեցել եւ քրեական գործ էր հարուցվել հենց մեղադրյալի վրա։ Դուժող էր ճանաչվել դատախազը, ուստի ինքնաբացարկի հիմք էր եւ ինձ ասեցին նորից հանձնարարվեց ինձ վերաքննիչ դատարանում 2 նիստի մասնակցեցի, բեկանվեց դատական ակտը։ 3 դատավորով որոշեցին, որ ամեն դեպքում արդարացվածը մեղավոր է։ Այդ օրվանից մինչև վերջին հրապարակումը ես այլևս կոնկուրսի վերաբերյալ գործին առնչվող որևէ բանի չեմ մասնակցել։ Մի քանի նիստ դատարանում ու նախաքննության ընթացքում հսկողություն։ Կրկին եմ ասում, շատ ցավալի է, որ այդ մարդը տևական ժամանակ արգելանքի տակ է մնացել։ Ինքը արդարացված է, որևէ մեկը չի կարող դնի կասկածի տակ իր անմեղությունը։ Ցավալի է նաև, որ այդ արարքը կատարողը այս պայդրությամբ ազատության մեջ է կամ չգիտեմ կամ այդտեղ մահացել է կամ ինչ ա եղել, բայց չգիտենք ով է այդ մարդը։ Դա եւս իր երթին ցավալի է։ Վերաքննիչ դատարանի բակում ես նույն այդ անձի հետ երկար զրուցել ենք, միջև նիստը սկսվել է
Նաև զրուցել ենք այն իրադարձության մասին, որը 2015 թվականի հունվարին էր տեղի ունեցել, որ եղբայր ես իմ աշխատանքն եմ կատարում մի անձնավորի։ Այսքանը կարող եմ նշել, միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ շատ պրոֆեսիոնալ պաշտպանություն իրականացրեց հենց իր պաշտպանը, պարոն Պապիկյանը, շատ հարգում եմ իրան որպես իրավաբան եւ շատ լավ պաշտպանություն նաև կարելի ասել իրականացրեց դժողի իրավաճորտի ներկայացուցիչը Տիկին Ֆանյանը։ Երևի թե իրանք որ այտենց խորացած ու քրտնաջան այդ պաշտպանությունը չիրականացնեին, այսօր ավելի վատ իրավիճակում լինեինք, պարոն Հրանիսյան։ Շնորհակալություն։ Արման Տիրոսյան, ամեն դեպքում այս գործի հետ կապված ձեր մասնակցությունը եղել է, թեև դուք հիմա ներկայացնում եք, որ այդ մասնակցությունը եղել է չափավոր, եղել է էպիզոդիկ այս ատյանում եւ էպիզոդիկ մյուս ատյանում, բայց ձեր ուշադրության օրինակ չի նկատել, որ 16 տարին չլրացած անձինք առանց օրինական ներկայացուցիչ մասնակցության իրավունքի ապահովման են հարցաքննվել։ Ձեր Պարոն Հրանիսյան, հաջան։ վախը այդ հարցը քննարկեցինք, պայմանավորվեցինք, որ չենք մեկնաբանում։ Չեմ մեկնաբանում, ես հարց տվեցի, պարոն Թումանյան։ Դե բայց դա քննարկեցինք, էլի։ Չէ, հարցը Չէ, հարցը կոնկրետ ուզում եմ ստակ դեմ չեմ որ հարց տակ, որ չկրկնվեք էլի, եթե։ Չէ, չեմ կրկնվում։ Պարոն Հրանիսյան, իհարկե չեմ նկատել ու դա խելատ է եղել, որ հետագայում երբ որ այլ քրեական գործեր ենք ստանում, ու այդ սերունդին դատախազները ասում ենք ուշադիր կլինենք մեխանիկական բնույթը չստորագրվի հանկարծ։ Որովհետև եթե կարելի է ձեր անջատեք իմը լսել, կարելի է բանալ, որ անջատեք ասեմ էլի։ Դուք չգիտեմ բարեբախտաբար թե հաջողությամբ որ քննիչ չեք աշխատել, այսինքն քննիչ կլինեիք։ Կային բլանկեր հարցաքննության քննիչ աշխատած եւ նաեւ փաստաբանները գիտեն, որ այդ բլանկերը կոպիտ են բերում, օրինակ ասում են ստեղ ստորագրի, անցնենք բուն հարցաքննությանը։ Ես չգիտեմ մեխանիկորեն ա եղել, թե դիտավորյալ ա եղել, եթե դիտավորյալ ա եղել, թող մարդը ենթարկվի պատասխանատվության, բայց ես վստահ եմ, որ դիտավորյալ չի եղել անչափահասին, ավելին ասեմ, որևէ հանցանքի սուբյեկտ չհանդիսացող 13 տարեկան էր, եթե չեմ սխալվում են երեխան, որը որ նաև ստորագրել էր ցուցմունք տալու հրաժարվելու համար քրեական պատասխանատվության մասին։ Բնականաբար չենք նկատել։ Եթե նկատած լինեինք, կասեինք, արի հարցաքննության արձանագրությունը սխալ է կազմել, գնա նորից քննի, լրացուցիչ քննի։ Միակ գործողությունը, որ կյանքում մի անգամ կարելի անել, դա ճանաչման ներկայացնելու գործողությունն է, մնացած բոլոր գործողությունները լրացուցիչի եւ կրկնակի հնարավորություն ունեն։ Շնորհակալություն։ Շատ լավ։ Այդ գործով, եթե ես ճիշտ եմ հասկանում, հիմնական ապացույցներից մեկը հենց ճանաչումն էր եւ այդ ճանաչումը ես կարդում եմ հիմա դատարանի որոշումը մի շարք շատ էական խախտումներով ա եղել։ Նախ ճանաչումը նկարով ա եղել կենդանի անձի առկայության պայմաններում։ Ինչպես? Ճանաչման հետ կապված ասեմ, որ հետո պարոն Թումանյանը չասի կրկնվում է։ Ճանաչվողներից ուրեմն Կունգուրցևը ձեռնաշխտաներով ա եղել։ Կներեք հազարներողություն, եթե որևիցե ճանաչման ժամանակ ճանաչվողներից մեկը ձեռնաշխտայով է եւ մարդուն հարցնում են, ասում են, որ մեկն է, միանգամից ինքը ոնց ասեմ, առնվազն ակնարկը հասկանում է, որ պետք է Ինչպես? Լուսանկարի Դե դատարանի որոշման այո։ Ես շարունակեմ, էլի։ Ես ասում եմ փոխանցել, հեսա փոխանցել։ Եվ նաև տեսքի առումով մյուս բոլոր ճանաչման ներկայացված մյուս բոլոր անձինք շատ ուժեղ տարբերվող արտաքին տեսք են ունեցել։ Այնինչ այդ պահի դրությամբ արդեն քննիչը ուներ ցուցմունքներ հանցագործություն կատարած անձի մոտավոր արտաքին տեսքի վերաբերյալ, բայց ճանաչման ներկայացված մյուս բոլորները շատ ուժեղ տարբերվող արտաքին տեսք ուներ։ Այս ճանաչումը, որ սենց հանգույցային բան ա ունեցել այս գործում, դուք գործը առաջ տանելուց ոնց չեք նկատել, էլ այդ պահը չեմ բանանում։ Դա նորմալ է, որովհետև դուք քննիչ չեք աշխատելու դատախազի մի բացատրեմ։ Ճանաչումը արձանագրությունն է կարդում հսկող դատախազը։ Ճանաչման մեջ գրած չի, որ ձեռնաշղթայով մարդուն բերեցին, ներկայացրեցին մյուս ճանաչվողների մոտ։ Ճանաչումը
արձանագրությունը, որ կարդում ես, հիմիկվա քրեական դատավարության օրենսգիրքը ահագին տեղը գցեց այդ խնդիրը, որ տեսագրությունն հիմնականում բոլոր դատավարական գործողություններում իրականացվում, բայց հսկող դատախազը, որ թերթում է ճանաչման արձանագրությունը, տեղի նշված չի, որ ձեռնաշղթայով է եղել, թե ձեռնաշղթայով չի եղել։ Ճանաչման են ներկայացում հնարավորինս իրար մոտ արտաքինով 4, 3 եւ ավելի անց։ Հիմա հսկող դատախազը ես չլինեի, դուք լինեիք, ամենայն հարգանքով պարոն Հովհաննիսյան, ինչից էիք որոշելու, որ ճանաչումը ձեռնաշղթայով է եղել։ Դրա մասին դատարանում է նաև բարձրաձայնել, որ ձեռնաշղթայով բերեցին ճանաչման։ Դրա համար էլ հենց այդ հանգամանքը նաև հիմքում ընդունվել արդարացման ակտ կայացնելու համար։ Ավելին ասեմ, մյուս ճանաչման առաջի կենթանի ճանաչումից հետո, երբ որ հրաժարվել է ինքը մասնակցել այլ եւ առհասարակ բոլոր տեսակի քննչական ու դատավարական գործողություններին, քրեական դատավարության օրենսգիրքը այն ժամանակվա թույլ է տվել, որ դրանից հետո արդեն լուսանկարով անեն։ Այսինքն հսկող դատախազը ամենամեծ ցանկության դեպքում պետքա գնար ինքը տեսներ ճանաչման գործընթացը, որ տեսներ ձեռնաշղթայով է թե ոչ։ Պարոն Մարտիրոսյան, մենք ամեն դեպքում պատասխանից դուք ինչ հասկացաք, պարոն Հովհաննիսյան։ Ես կարծա ձևով, որ հսկող դատախազը ինքը չի կարող պատկերացնի, որ այդ արձանագրության մեջ ձեռնաշղթա պետք է գրվեր, եթե ձեռնաշղթա եղել էր, ես հավատում եմ, որ եղել էր, բայց հսկող դատախազը որտեղից իմանար։ Դրա համար հիմա հսկող դատախազը համակարգիչը միացնում է ու քննչական ու դատավարական գործողությունները նայում է։ Պարոն Մարտիրոսյան, պատասխանելով թե ձեր պատասխանից ինչ հասկացա հարցին, ասեմ, որ ես ձեր պատասխանից հասկացա, որ օրինակ տեսչական մարմինների ղեկավարը կարա չիմանա, թե ինչա տեղի ունենում իր ենթակա տեսչական մարմիններում, որ դատախազը կարա չիմանա, թե գործը, որը տանում է դատարան, այդ գործի տակ ապացույցները ինչ որակի են եւ այլն, ես ճիշտ ասած այդ հասկացա ձեր պատասխանից, բայց ես գործի հետ կապված մի բան էլ հարցնեմ, տեսեք, երբ որ փորձում ենք հասկանալ, ասում ենք լավ, քննիչը սենց վատվատ բաներ արել, որ ասում եմ վատվատ, դա նորից, դրա վերաբերյալ դատարանի որոշում կա, թե քննիչը ինչ սխալներ է արել։ Քննիչը էս խնդրահարույց ապօրինի բաներն է արել, որ փորձում ենք հասկանալ, ինչի համար է քննիչը դա արել։ Որն է եղել քննիչի մոտիվացիան, որն է եղել ոստիկանների, մյուս իրավապահների մոտիվացիան, որն է եղել։ Եվ երբ որ հարցուփորձ ենք անում դեպքին այս կամ այն կերպ առնչված մարդկանց, գոնե նրանց ում որ կարողացանք գտնենք, համարյա բոլորը միաբերան ասում են, որ այդ ամեն ինչի նպատակը եղել է այն, որ Անուբաղ Համբարյանը, ով որ այն ժամանակ Լոռվա մարզային վարչության պետն էր այդ օրերին, եւ մի քանի օրից պետք է դառնար Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, որ իր կարիերային չբացահայտված թարմ սպանություն չլինի։ Այսինքն շատ տեղերից, նորից եմ ասում ես գործի հետ առնչություն ունեցած շատ մարդկանց կարծիքն այն է, որ Կարեն Կունգուրցևի գլխին, այսպես ասած, այս քրեական գործը սարքվեց, ես հիմա համարյա թե մեջբերում եմ անում, նրա համար, որպեսզի Անուբաղ Համբարյանը անխոչնդոտ դառնա Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ։ Մենք իհարկե չենք կարող դրա ապացույցող հանգամանքներ ձեռքի տակ ունենալ, այլապես դա մեկ այլ ֆորմատով եւ այլ տեղ քննարկման առարկա կդառնար, բայց երբ որ ստուգում ենք ամսաթվերը, Անուբաղ Համբարյանը երբ է ներկայացվել Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր ոստիկանապետի կողմից նախագահին նշանակման համար, երբ է նշանակվել, երբ է տեղի ունեցել այս կամ այն գործը, ինչի են որոշ քննչական գործողություններ տեղի ունեցել գիշերային ժամերին, այնիսկ քրեական դատավարական օրենսգիրքը ենթադրում է, որ պետք է հիմնավորված լինի գիշերային ժամերին այդ գործողությունների կատարումը, գալիս ենք նրան, որ առնվազն ոչ բոլոր փաստերը գոնե անուղղակի ցույց են տալիս այդ վարկածի իսկության վրա եւ չկա ոչ մի փաստ, որը կհերքի այդ վարկածը մոտիվացիայի առումով։ Այս մասով որևիցե ասելիք ունեք։ Այո, միջև այդ մասին անցնելը ես 4-րդ անգամ կվերահաստատեմ, որ տեսչական մարմինների ղեկավարը չեմ ես ու տեսչական մարմինում եթե ինչ-որ բան լինում կամ չի լինում, ես պարտավոր չեմ իմանամ, մի պաշտոն է, բայց
քիչ առաջ նաև վերահաստատվեց այն հանգամանքը, որ նույն Geopromaining ընկերությանը 400 միլիոն դրամ նույն առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը տուգանել է։ Ինչ վերաբերում է հսկող դատախազի կողմից քննիչի ապօրինություններին չտիրապետելուն, ապօրինությունները երբ որ ակնառու են լինում եւ դատախազը չի տեսնում միակ այլ բան է, երբ որ կրկնում եմ արձանագրությունը կազմում, որ ասма ճանաչման ներկայացվեց A, B, C, D, դու չգիտես B-ն թե C-ն ձեռնաշղթայով թե ոչ։ Անուբախ Համբարյանի ճակատագիրը իմ համար այնքան հետաքրքիր է, ինչքան նույնքանով ցանկացած հիմա պատահական մի անցորդի, որ տեսնեմ դեմքով անգամ չեմ ճանաչում այդ մարդուն, ինչ մոտիվացիա է ունեցել ոստիկանությունը կամ քննիչը, եթե քննիչը դիտավորյալ է գործել, որը որ ես չեմ հավատում, որ քննիչը դիտավորյալ գործել, որովհետև շատ պարկեշտ անձնավորություն է, դատախազությանը բացարձակ միևնույն է եղել, թե ով որտեղ երբ կնշանակվի։ Ես անգամ մարզի դատախազ լինելու պայմաններում իմ համար միևնույն է եղել մարզային վարչության պետը ով է, փոխնախարարն ով է, փոխոստիկանապետը ով է։ Շնորհակալություն։ Իմ անունից կարող եմ ասել, որ բացարձակ միևնույն է եղել այդ քրեական գործի հետ առնչվող որևէ մեկը այդ օր իրան լավ կզգա, թե վատ կզգա, պարոն Հովհաննիսյան։ Իմ հսկողությունն եմ արել, ոնց որ մնացած հարյուրավոր քրեական գործերով։ Լավ, ես երևի գործընկերներից առաջարկեմ, եթե այս հարցի հետ կապված հարցեր կան, սպառենք, որ նորանց εμείς ենթարկվենք։ Հարցեր ունի։ Հարցեր ունի, պարոն Արսեն։ Ես լավ, այդ դեպքում ձեր թույլտվությամբ անցնեմ մյուս ենթաթեմային։ Դուք ճանաչում եք Միքայել Կիտեսովին։ Ինչ հարաբերությունների մեջ եք իրեն։ Մտերի հարաբերությունների մեջ ենք 4-3 տարի կլինի արդեն Հայաստանում չի 2007 կամ 8 թվերին ենք ծանոթացել ու մտերի հարաբերությունների հետ ենք։ Շանկ բազում Հա, մարդա դե հիմա, այսա կպարզաբան, իսկ նրա եղբոր հետ ինչ հարաբերություններ ունեք։ Առհասարակ շփում չունեմ, չգիտեմ նաև որ եղբոր մասին, թե իրանք 4 եղբայր են, 4-ից միայն Միքայել Կիտեսովն է ցավազը։ Մասնավորապես Ալեքսանդր Կիտեսովի մասին։ Առավել ևս իրա։ Շատ լավ, ամեն դեպքում ես ուզում եմ հստակ լինի, որ խոսքը նախկինում մի քանի անգամ քրեական հետապնդման ենթարկված եւ մեղավոր դատարանի կողմից մեղավոր ճանաչված անձանց մասին է խոսքը։ Ներողություն մասին է խոսքը, Կիտեսովի մասին։ Այո, երկու եղբայր։ Միքայելը մի քանի անգամ դատապարտված չի։ Խնդրում եմ վերահաստատեք, որ մի քանի անգամ ինքը քրեական պատասխանատվության չի ենթարկվել։ Իվարկյան։ Մեկը 2 անգամ էր, մյուսը 1 անգամ։ Սա ասեմ ովքան անգամ։ Այո, Միքայել Կիտեսովը։ Չէ, Միքայել Պարոն Հովհաննիսյան, խորհուրդ։ Այո, Միքայել Կիտեսովը մի անգամ բողոքի համար։ Պարոն Հովհաննիսյան, խորհուրդ պնդում եմ, որ մենք ոչ մի չգիտենք ինչ մասին է ու Հա, ասենք որ հասկանանք։ Դե եղբայրներ են Միքայել եւ Ալեքսանդր Կիտեսովներ, Ալեքսանդր Կիտեսովը 2 անգամ է դատապարտվել, Միքայել Կիտեսովը 1 անգամ կողոպուտի համար, իսկ եղբայր Ալեքսանդր Կիտեսովը դատապարտվել է 2 անգամ, մի անգամ ծանր մարմնական վնասվածք պատճառելու, մյուս անգամ ստեյցյան մեքենաներ ջարդուփշուր անելու համար։ Միքայել Կիտեսովի դատվածության տարին 2002 կամ 3 թվականները 22 տարի Միքայել Կիտեսովը կողոպուտի համար այո 20 քանի տարի առաջ։ Լավ։ Հիմա ես մի քանի Ձեզ հայտնի է իրենց կապը Քոչարյանների ընտանիքի հետ, Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի, Սեթրակ Քոչարյանի։ Միքայելի անունից կարող եմ ասել, որ որևէ կապ չունեմ։ Լավ։ Ձեր դուք հաստատում եք, որ ձեր հեռախոսի համարը, որ դուք
Ենթադրում եմ օգտագործում եք եւ ներկայացրել եք ձեր բարեվարկության հարցաթերթիկում գրանցված է Միքայել Կիտեսովի անունով։ 2008 թվականից հենց էլ ծանոթացել ենք մենք Միքայել Կիտեսովի անունով ինձ թվում մի քանի հազար համար կարող է գրանցված լինել, ինքը այդ ժամանակ հեռախոսահամարների վաճառքով էր զբաղվում եւ իր անապազորյա հացներ վաստակում։ Մենք մի քանի ընկերներով իրանից հեռախոսահամարներ գրանցեցինք, ու եթե չեմ սխալվում, չեմ էլ փոխել հեռախոսի համանախափոխություն չենք արել։ Շատ բարի։ Ալեքսանդր Կիտեսովը, օրինակ, համացանցում Ռոբերտ Քոչարյանի հետ նկարներ ունի, տենց բավականին գրկախառնված եւ բան։ Ձեզ դա հայտնի է արդյոք։ Ես գիտեմ, որ Արնոլդ Շվարցենեգերը հետ էլ ինքը լուսանկարում է։ Բայց Արնոլդ Շվարցենեգերը Հայաստանի քաղաքական դաշտի հետ կապ չունի։ Նկատի ունեմ իր լուսանկարներով բացարձակ հետաքրքրված չեմ եղել, մենակ հիշում եմ, որ երբ որ այդ լուսանկարը եղավ, այո, մարդիկ ցույց էին տալ իրար, ասում էին, տեսեք, ով մետ է նկարվում, իմ համար միևնույն էր ով մետ է նկարվում, որտեղ իմ ընկերը Միկան է, ոչ թե Ալեքսանդրը։ Շատ լավ։ Ձեր ընկերը Միքայել Կուտուսովն է։ Իր օրինակ Չէ, բայց ներողություն, այդուհանդերձ միջև իրեն ավելի մանրամասն անդրադառնալը, երևի դուք էլ հաճախ հետևում եք այն քննարկումներին, այդ թվում մարտի 1-ի փաստահավաք հանձնաժողովի կողմից, երբ որ փորձում էին հասկանալ, թե ի վերջո ովքեր էին այն անձինք, որոնք որ Երևանում կազմակերպել էին մեքենաների հրկիզումները, զանգվածային անկարգությունները եւ փորձում ենք հասկանալ, թե այդ անձինք ովքեր են, ինչ կապ ունեն եւ հիմնական վարկածն այն էր, որ այդ անձինք իշխանությունների հետ փոխկապակցված անձինք են, որոնք հատուկ կազմակերպել են հրկիզումներ եւ տարբեր տեսակի ջարդ, որպեսզի հիմնավորվի արտակարգ դրության հայտարարումը։ Այդ քննարկումները գոնե ենթադրում եմ հեռուստացույցով տեսել եք։ Հետքան տարբեր տեսակի քննարկումներ եղել եւ Ես ներողություն եմ, մի վարքյանով ստուրջ վերցնեմ ու գամ։ Տարբեր քննարկումների, այո, լսել եմ, բայց կրկնում ու վերահաստատում եմ պարոն Լեոնիսյան։ Մենք մտերիմ ենք Միքայել Կիտեսովի հետ, ով ելի եմ կրկնում 3 կամ 4 տարի առաջ լքել է Հայաստանը, իր ընտանիքի հետ Միացյալ Նահանգներում ապրում։ Ալեքսանդր Կիտեսովից ինչ որ հարցադրումներ տալով, ես չեմ կարող իր փոխարեն պատասխանեմ։ Դուք ասում եք, որ շատ վաղուց ընկերական հարաբերություններ ունեք Միքայել Կիտեսովի հետ, իսկ տեղյակ եղել եք, որ նրա եղբայրը հենց մարտի 1-ին հրկիզումներ չէ, տենց մեքենաների ջարդ ու փշուրի մասնակցած անձ է եւ դրա վերաբերյալ ստեցան ընդունված ակտեր կան։ Ես գիտեմ, որ ինքը քրեական պատասխանատվության է ենթարկվել, բայց խի ինչի համար երբ ոնց չէ։ Միքայելինը գիտեմ, որ 2000-ականների սկզբին է ենթարկվել։ Շատ լավ, գանք Միքայել Կիտեսովի քաղաքական հայացքներին։ Ես օրինակ այստեղ ինքը հայտարարություն է հրապարակել Հայաստան առանց Նիկոլի։ Ինքը հաջան։ Ինչա՞։ Ներողություն չապատ է։ Չէ, խնդրեցին, որ նենց փոխանցեմ, եթե։ Հաջորդը նորից Միքայել Կիտեսովը ես մեջբերում եմ իր հրապարակումից։ Նիկոլ Փաշինյանի թուրքական իշխանությունը պահանջող յուրաքանչյուր ոստիկան մի առանձին թուրք է։ Ստեղ եկեք հստակեցնենք, որ խոսքը ոչ թե իշխանության մասին է, այլ ոստիկանության ծառայողների։ Ուրեմն իշխանություն պահող յուրաքանչյուր ոստիկան մի առանձին թուրք է, ու թող որևէ մեկը չարդարանա, թե ինքը պետական շահի համար է ծառայում։ Դա ընդհանրապես ճղճին աշխատավարձի համար հայրենիքն ու բարոյականությունը ծախել է։ Սա հայտարարել է ձեր 20 տարվա ընկերը։ Ինչ կասեք այս հայտարարության մասին։ Ես ելի եմ վերահաստատում, որ իմ հեռախոսահամարը իր անունով գրանցված է 2008 թվականից։ Մենք մտերիմ հարաբերությունների մեջ ենք, այո։
եւ բացարձակ որևէ տեսակի կապ չունի իր քաղաքական հայացքները իմ պաշտոնավարման հետ։ Նույն այդ անձնավորությունը 2018 թվականին տեսագրությունները կա։ Առաջինն էր հրապարակում իր ընտանիքի հետ եւ աջակցում էր նաեւ 2018 թվականի իրադարձություններին։ Դրանք էլ ես եթե առիթ եղավ կփոխանցեմ իրան, որ ձեզ փոխանցի։ Այսինքն իմ համար միևնույն է եղել իմ հեռախոսի համարը ում անունով որ գրանցված է ինքը ինչ ձևակերպումներ է անում, անգամ լինելով մտերիմ, իրար առիթների նաեւ լինելով։ Ես ընկերներ ունեմ, որոնք ինչ տեսակի հայացքներ կարող են ունենալ ինձ վերաբերելի չեն։ Նույն ձև աշխատել եմ դատախազությունում, երբ որ այլ հայացքներ ունեին այլ ընկերներ, նույն ձև աշխատում եմ հիմա պարոն Լեոնիսյան։ Եվ վերջիններից ձևակերպումներն ու հայացքները որևէ ձև չի կարող առնչություն ունենա իմ աշխատանքի հետ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, բայց դուք այդուհանդերձ իմ հարցին չպատասխանեցիք։ Իմ հարցը նրա վերաբերյալ էր, թե որն է ձեր վերաբերմունքը այս հայտարարություններին։ Դուք եւս մեկ անգամ հաստատեցիք, որ ինքը ձեր ընկերն է վաղուց 2008 թվականից, դուք եւս մեկ անգամ շատ ուրիշ բաներ ասացիք, բայց չասացիք ձեր վերաբերմունքը ո՞րն է։ Ձեր վերաբերմունքը ո՞րն է այն արտահայտության հետ, որ մարդ ասում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պաշտպանող ցանկացած ոստիկան մի առանձին թուրք է։ Ես այդ նույն ոստիկանների շահերը պաշտպանողն եմ եղել տարիներ շարունակ, պարոն Լեոնիսյան, ու քաղաքական խիստ չեզոքություն եմ դրսևորել ու զսպվածություն, որևէ ձև հնարավորություն չունենալու մեկնաբանել որևէ քաղաքական բան։ Շնորհակալություն։ Ես կարող եմ, բայց ես չլսեցի ձեր կարծիքը այս պնդման հետ կապված։ Ձեր կարծիքը ձեր ընկերոջ այս գրառման հետ։ Շատ լավ։ Հարց ունեք, պարոն Լեոնիսյան։ Պարոն Լեոնիսյան, հարց ունեք։ Եթե ուրիշները հարց ունեն, ես հետո Հարց ունեք։ Ունեք հարց։ Այս մի հարց է։ Համեցեք։ Մի վարքին խնդրեմ սպասել եմ։ Ես ներողություն մի հարց, քանի քննարկվում է։ Դուք որևիցե հավաստող բան ունեք, որ այս ձեր ուղևորությունը դեպի Մոսկվա դուք եք վճարել։ Չէ, դուք դա արդեն մի անգամ ասացիք, որևիցե հավաստող, չգիտեմ, վճարման անդորագիր էլեկտրոնային որ կարող եք ցույց տալ։ Որ դիմել ենք, կարող ենք ասենք, որ մենք ենք այդ գումարը տվել, կինս էս բավական դարձել։ Միանշանակ որևէ այլ ես թույլ չէի տա ինչ որ մեկը իմ համար ինչ որ բան աներ, որ գնայի հասնեի ակետից բեկետ պարոն Լեոնիսյան, դες բնավորություն չունեմ։ Ինձ մնա գործողն էլ իմ հաշվին կգնա։ Հարց։ Ես մի բան հարցեմ, իսկ առհասարակ ինչ կարծիք եք այն մարդկանց մասին, որոնք ասում են, որ չգիտեմ, այ բոլոր այս կատեգորիայի, այս ինչ կատեգորիայի ոստիկանները թուրք են, սենցն են, նենցն են։ Ոստիկանին ցանկացած եղանակով ոչ հարիր ձևակերպումը չեմ ընդունում ես, բայց ես հավակնում եմ այն պաշտոնին, որը խիստ ապաքաղաքական է եւ քաղաքական զսպվածություն պետքա ցուցաբերի նախորդ հարցի շարունակությունով պայմանավորված։ Ոստիկանին որևէ մեկը չի կարող վիրավորել իր ծառայական պարտականությունները կատարելու համար կամ որևէ այլ կերպ անվանակոչել, պիտակավորել կամ այլ եղանակով նվաստացնել այն ծառայությունը, որը 24/7 մեր անդորն է ապահովում։ Այս է իմ դիրքորոշումը ոստիկանության հանդեպ։ Շատ լավ, պարոն Մարտիրոսյան, իսկ ասեք երբեք վերջին անգամ ահազանգել որևիցե իրավախախտման մասին, որպես քաղաքացի։ Որևէ անգամ կյանքիս մեջ չեմ ահազանգել, որովհետև ականատես չեմ եղել։ Երբեք որևիցե իրավախախտում չեք տեսել։ Այսինքն օրինակ երկրորդ շարքում կանգնած մեքենա երբեք չեք տեսել։ Տեսել եմ, բայց մտքովս չի անցել, որ երկրորդ շարքում կատարը կանգնած ես եթե հանցանք տեսնեմ, կահազանգեմ։ Բայց անցանքի վերաբերյալ մտքովս չի անցել, որ կարելի է նաև անցանքի մասին ահազանգել։ Եղել է որ ավտոն չի խանգարել օրինակի համար
չի կարողացել մարդը մտնի կամ դուրս գա, զանգի ասել ենք, ստեղ մեքենա կա կանգնած, այն ժամանակ թեժից կար, եթե չեմ սխալվում, ոստիկանություն, ճանապարհային ոստիկանություն։ Լավ, երկրորդ շարքում կանգնելը մի կողմ դրած։ Երբևիցե տեսել եք, որ իցե ավտո, չգիտեմ, շատ կոպիտ երթևեկության կանոնները խախտ, բոլորս ենք տեսել, էլի։ Հավատացած եմ դուք էլ եք տեսել, ինչի չեք ահազանգել։ Ես եթե տեսել եմ, ինքս եմ նկատողություն արել եմ, բայց մտքովս չի անցել ահազանգելու։ Դրա համար տեսանկարահանման սարքեր կան այս համանը։ Այդ եմ ուզում ասել։ Բեսպրեդելշիկները նենց տեղ են տենց քշում, որտեղ տեսանկարահանման սարքեր չեն։ Եթե հարցնեք Ես էլ տեսանելի վայրերում, որ տեսնում եմ, չեմ ահազանգում, որտեղ քաչ գիտեմ, որ տեսանկարող սարքերը կան, արձանագրում են խախտումը եւ համապատասխան վարչական տուժիկ է ենթարկեն։ Ես հույսով եմ, որ ես հանրապետությունում միակը չեմ, որ երթևեկության կանոնների խախտում տեսնելու զանգում հետո արդեն երկար ժամանակ աշխատում ենք։ Եթե հարց ունեք, շարունակենք։ Հետո պարոն Մարտիրոսյանից մենք առանձին կքննարկենք։ Հարց ունեք, չունենք։ Հա, ներողություն, պարոն Կարապետյան։ Չնայած պարոն Մարտիրոսյանը այս հարցին անդրադարձավ, բայց եւս մեկ անգամ կուզենայի անդրադառնալ կապված տեխնացուի ընտանիքի անդամի, մասնավորապես կնոջ մասնակցության վերաբերյալ մի շարք կազմակերպություններում հարցս հետևյալն է, ըստ ձեզ ինչ կանոնով հնարավոր ձեր ընտանիքի անդամի մասնակցությունը այս կազմակերպություններում հնարավոր շահերի բախման առաջացման տեսանկյունից ռիսկային գործոն լինի ձեր հետագա տեսականորեն հավակնող պաշտոնում տեսականորեն ընտրվելու պարագայում եւ ինչպես կկասեցնեիք նման դեպքերը շահերի բախման առաջացման հնարավոր դեպքերը շնորհակալություն